Երևանի օպերայի թատրոնի արխիվում, Փոշոտ պահարանի խորքում, 1966 թվականին գտնվեց մի թղթապանակ, առանց որևէ անվան։ Դրա ներսում էին 17 կանանց լուսանկարներ, և յուրաքանչյուր լուսանկարի հետևում կարմիր մատիտով գրված մեկ բառ՝ արգելված։ Այս ցուցակը 30 տարի թաքնված էր մնացել, բայց այն, ինչ այսօր կբացահայտենք, կփոխի ամեն ինչ, ինչ դուք գիտեիք Սիլվա Կապուտիկյանի և Հովհաննես Շիրազի իդեալական ամուսնության մասին։ Ովքեր էին այդ կանայք։ Ինչու էր Սիլվան, Հայաստանի ամենահզոր կին բանաստեղծուհին, անձամբ հետապնդում նրանց, օգտագործելով իր կապերը Մոսկվայում և Երևանում։ Ինչպես էր նա ջնջում նրանց անունները թատերական ծրագրերից, արգելափակում հեռուստատեսային հաղորդումները, փակում բանաստեղծական երեկոների դռները։ Եվ ամենակարևորը, արդյոք Շիրազը գիտեր, որ իր կինը վարում էր այս սև ցուցակը, թե նա ինքն էր խնդրել դա անել։ Այսօր, երբ վկաները վերջապես համարձակվել են խոսել, մենք կպատմենք ճշմարտությունը, որը 40 տարի թաքնված էր պաշտոնական լռության պատի հետևում։ 1959 թվականին, երբ Շիրազը դարձավ Հայաստանի ամենասիրված բանաստեղծը, Սիլվան արդեն իսկ հասկացել էր՝ փառքը գալիս է գնով։ Նրանց ամուսնությունը, որը սկսվել էր որպես երկու երիտասարդ տաղանդների սիրո պատմություն, արագորեն վերածվեց մի բարդ խաղի՝ լի իշխանության, վախի և վրեժխնդրության հետ։ Շիրազի յուրաքանչյուր հանրային ելույթից հետո նրա գրասենյակ էին գալիս երիտասարդ կանայք, ձեռքներում իրենց բանաստեղծություններով, աչքերում երազանքներով։ Նրանք ուզում էին խորհուրդ, ուզում էին օգնություն, ուզում էին պարզապես մոտ լինել այն մարդուն, ում բառերը փոխում էին հոգիները։ Բայց Սիլվան տեսնում էր այլ բան։ Նա տեսնում էր վտանգ։ Նա նկատում էր, թե ինչպես են այդ կանայք նայում իր ամուսնուն, ինչպես են դողում նրանց ձեռքերը, երբ Շիրազը շոշափում էր նրանց ուսերը, ինչպես են կարմրում նրանց այտերը, երբ նա ժպտում էր։ Եվ Սիլվան, ով ինքն էր պայքարել իր ճանապարհը դեպի գրական Օլիմպոս, որոշեց ոչ ոք չի խլի իր տեղը։ Առաջին զոհը Մարինե Պետրոսյանն էր, 24 տարեկան բանաստեղծուհի Գյումրիից։ 1952 թվականի գարնանը նրա առաջին ժողովածուն պատրաստ էր տպագրության։ Հրատարակչությունը արդեն հաստատել էր ամսաթիվը։ Շապիկի դիզայնը պատրաստ էր, նույնիսկ նախաբանը գրել էր հայտնի քննադատ Արամ Սարգսյանը։ Բայց մեկ առավոտ, երբ Մարինեն եկավ հրատարակչություն վերջնական ստորագրություն դնելու, տնօրենը խուսափելով նրա հայացքից ասաց. «Ներողություն, բայց պլանը փոխվել է։ Ձեր գիրքը հետաձգվում է անորոշ ժամկետով»։ Ոչ մի բացատրություն, ոչ մի պատճառաբանություն։ Մարինեն փորձեց հասկանալ ինչ էր պատահել։ Նա գնաց գրողների միություն, բայց դռները փակ էին նրա առջև։ Նա զանգահարեց Սարգսյանին, բայց քննադատը, որը երեկ ևս ոգևորված էր խոսում նրա տաղանդի մասին, այժմ պատասխանում էր սառը և կարճ. «Ես չեմ կարող օգնել»։ Ինչու՞։ Ո՞վ էր արգելափակել նրա ճանապարհը։ Պատասխանը եկավ 2 շաբաթ անց, երբ Մարինեի հարևանուհին, որը աշխատում էր կուլտուրայի նախարարությունում, շշուկով ասաց. «Սիլվա Կապուտիկյանը անձամբ զանգահարել է հրատարակչության տնօրենին։ Նա ասել է, եթե Մարինեի գիրքը տպագրվի, հրատարակչությունը կորցնի պետական ֆինանսավորումը»։ Այդ օրից Մարինե Պետրոսյանի անունը անհետացավ հայ գրականության քարտեզից։ Նրա բանաստեղծությունները այլևս չհրատարակվեցին, նրան այլևս չհրավիրեցին գրական երեկոներ։ Նա դարձավ ուրվական, կին, ում տաղանդը ջախջախվեց մեկ հեռախոսազանգով։ Բայց Մարինեն միայն սկիզբն էր։ Սիլվայի սև ցուցակը աճում էր։ Յուրաքանչյուր կին, ով համարձակվում էր մոտենալ Շիրազին, յուրաքանչյուր երիտասարդ բանաստեղծուհի, ով փորձում էր նրա խորհուրդը, յուրաքանչյուր դերասանուհի, ով ուզում էր նրա բանաստեղծությունները կարդալ բեմից, բոլորը հայտնվում էին այդ անտեսանելի, բայց մահացու ցուցակում։ Եվ Սիլվան, օգտագործելով իր անսահման ազդեցությունը, մեկ առ մեկ փակում էր նրանց ճանապարհները։ Նա զանգահարում էր թատրոնների տնօրեններին, հեռուստաընկերությունների ղեկավարներին, հրատարակիչներին։ Նրա ձայնը հնչում էր քաղաքական, բայց սպառնալից։ Այս կինը չի համապատասխանում մեր մշակութային քաղաքականությանը։ Եվ բոլորը հասկանում էին, ինչ է նշանակում չի համապատասխանում։ Դա նշանակում էր այդ կինը մոտ է եղել Շիրազին։ Դա նշանակում էր Սիլվան տեսել է վտանգ։ Եվ դա նշանակում էր այդ կնոջ կարիերան ավարտված է։ 1955 թվականին, երբ Շիրազը ստացավ Լենինյան մրցանակ, Սովետական միության ամենաբարձր գրական պարգևը, Սիլվան կանգնած էր նրա կողքին Մոսկվայի Կրեմլյան պալատում, ժպտում էր կատարյալ ժպիտով։ Բայց նրա աչքերում, եթե ուշադիր նայեիր, կտեսնեիր ուրիշ բան՝ հաղթանակի սառը փայլ։ Նա հասել էր իր նպատակին։ Շիրազը պատկանում էր միայն նրան, և ամբողջ Հայաստանը գիտեր, ով է իրական տիրուհին այս ամուսնության մեջ։ Բայց ինչ գնով էր եկել այս հաղթանակը։
քանի կանանց կյանքեր էին ջախջախված, քանի տաղանդներ էին թաղված անվան եւ ճանաչման չունենալու մութ գերեզմանում, եւ ամենակարևորը, արդյոք Շիրազը իսկապես չգիտեր, թե ինչ էր անում իր կինը, թե նա պարզապես փակում էր աչքերը, վայելելով փառքը եւ թողնելով Սիլվային կեղտոտ աշխատանքը։ 1956 թվականի աշնանը Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք էր բեմադրվեր Անուշ օպերան, Արմեն Տիգրանյանի անմահ ստեղծագործությունը։ Գլխավոր դերը Անուշի կերպարը պետք էր կատարեր Լուսինե Զաքարյանը, 31 տարեկան սոպրանո, ում ձայնը համեմատում էին աղավնու թևերի փափկությանը։ Լուսինեն տարիներ պատրաստվել էր այս դերի համար, եւ վերջապես, երբ տնօրեն Վահագն Պապազյանը հայտարարեց նրա անունը, ամբողջ թատրոնը ծափահարեց։ Բայց ուրախությունը տևեց միայն 3 օր։ 4-րդ օրը, երբ Լուսինեն եկավ փորձի, բեմադրիչ Արշակ Գասպարյանը, խուսափելով նրա հայացքից, ասաց. «Լուսինե ջան, մենք ստիպված ենք փոխել որոշումը։ Դերը կտրվի Նվարդ Հովանիսյանին»։ Լուսինեն սառեց։ Նվարդը լավ երգչուհի էր, բայց նրա ձայնը երբեք չէր հասել Լուսինեի բայնեի բարձունքներին։ Ինչու՞։ Ինչ էր փոխվել։ Արշակը լռեց, բայց նրա դեմքը ասում էր ամեն ինչ, դա որոշում չէր, դա հրաման էր։ 2 օր անց Լուսինեի ընկերուհին, ով աշխատում էր կուլտուրայի նախարարության քարտուղարության մեջ, գաղտնի հանդիպում նշանակեց նրա հետ մի փոքրիկ սրճարանում Աբովյան փողոցում։ Նա նայեց շուրջը, համոզվելով, որ ոչ ոք չի լսում, եւ շշուկով ասաց. «Լուսինե, քեզ համար ես ռիսկի եմ դիմում, բայց դու պետք է իմանաս ճշմարտությունը։ Երեկ Սիլվա Կապուտիկյանը եկավ նախարարություն։ Նա մտավ ուղակի նախարար Գրիգորյանի գրասենյակ, առանց նախապես պայմանավորվելու։ Ես կանգնած էի դռան մոտ եւ լսեցի, թե ինչպես էր նա բարձրացնում ձայնը։ Նա ասաց. «Եթե Լուսինե Զաքարյանը երգի Անուշի դերում, ես անձամբ կհոգամ, որ այս թատրոնը չստանա Մոսկվայից ֆինանսավորում հաջորդ 3 տարի»։ Գրիգորյանը փորձեց բացատրել, որ Լուսինեն լավագույն ընտրությունն է, բայց Սիլվան ընդհատեց. «Ինձ հետաքրքրում են ոչ թե ձեր գեղագիտական կարծիքները, այլ այն, որ այս կինը երեկ երեկոյան տեսնվել է Շիրազի հետ Արարատ ռեստորանում։ Նրանք նստած էին մեկ այլ տավանդավոր երգչուհի հետնում։ Նրանք նստած էին մեկ սեղանի շուրջը, միայն երկուսով, եւ Շիրազը կարդում էր նրա համար իր նոր բանաստեղծությունները։ Ընկերուհին դադարեց, նրա ձեռքերը դողում էին։ Լուսինե, դու հասկանում ես, Սիլվան քեզ տեսել է Շիրազի հետ, եւ դա բավական է, որ քո կարիերան ավարտվի։ Լուսինեն չէր կարող հավատալ։ Այո, նա իսկապես հանդիպել է Շիրազի հետ Արարատ ռեստորանում, բայց դա եղել էր անմեղ հանդիպում։ Շիրազը խոստացել էր գրել լիբրետո նոր օպերայի համար, եւ նա ուզում էր Լուսինեի կարծիքը, որպես պրոֆեսիոնալ երգչուհու։ Նրանք խոսել էին երաժշտության, արվեստի, բանաստեղծության մասին։ Շիրազը եղել էր քաղաքավարի եւ հարգալից, ոչինչ ավելին, բայց Սիլվայի համար դա եղել էր բավական։ Նրա համար յուրաքանչյուր կին, ով նստում էր Շիրազի հետ մեկ սեղանի շուրջը, յուրաքանչյուր կին, ում համար Շիրազը կարդում էր իր բանաստեղծությունները, դառնում էր թշնամի, որին պետք էր ոչնչացնել։ Եվ Սիլվան ուներ բոլոր գործիքները դա անելու համար։ Նրա ազդեցությունը տարածվում էր ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում։ Նա ծանոթ էր Սովետական միության ամենահզոր մշակութային գործիչներին, եւ մեկ նրա խոսքը կարող էր փակել ցանկացած դուռ։ Լուսինե Զաքարյանը երբեք չերքեց Անուշի դերում։ Ավելին, հաջորդ տարի նրան հեռացրին թատրոնից, կրճատման պատճառաբանությամբ։ Նա փորձեց գտնել աշխատանք այլ թատրոններում, Լենինականում, Կիրովականում, նույնիսկ Բաքվում, բայց ամենուր պատասխանը նույնն էր. ներողություն, բայց մենք չունենք տեղ։ Ինչպես կարող էր լինել, որ ամբողջ Անդրկովկասում չկար տեղ մի տաղանդավոր սոպրանոյի համար։ Պատասխանը պարզ էր. Սիլվայի սև ցուցակը հասել էր ամենուր։ Նրա անունը շշուկով փոխանցվում էր մի թատրոնից մյուսը, մի հրատարակչությունից մյուսը։ Մի հպվեք այս կնոջը, նա Սիլվայի սև ցուցակում է։ Եվ բոլորը հասկանում էին, ինչ է նշանակում լինել այդ ցուցակում։ Դա նշանակում էր մահ, ոչ ֆիզիկական, այլ ավելի դաժան, մասնագիտական մահ, երբ քո տաղանդը, քո երազանքները, քո ամբողջ կյանքը ջախջախվում են մեկ կնոջ իրևնության տակ։ Բայց ամենադաժանը դեռ առաջն էր։ 1959 թվականին, երբ Շիրազը հրավիրվեց Մոսկվա, մասնակցելու սովետական բանաստեղծների համամիութենական համագումարին, Սիլվան որոշեց ուղեկցել նրան։ Նա երբեք չէր թողնում Շիրազին միայնակ երկար ճանապարհորդություններում։ Մոսկվայում, Կրեմլի պալատում Շիրազը կարդաց իր նոր պոեմը «Ծիածանի երգը» Գ. Եվ դահլիճը ոտքի ելավ։ Բայց Սիլվան նկատեց մի բան, որը ուրիշները չտեսան։
Առաջին շարքում նստած էր երիտասարդ ռուս բանաստեղծուհի Աննա Վոլկովան, 26 տարեկան, շեկ մազերով, կապույտ աչքերով։ Եվ երբ Շիրազը կարդում էր, Աննան նայում էր նրան այնպիսի հայացքով, որը Սիլվան շատ լավ ճանաչում էր, հիացմունքի, երկրպագության և ինչ-որ ավելի խորի հայացքով։ Երեկոյան պաշտոնական ընդունելության ժամանակ Աննան մոտեցավ Շիրազին և ժպտալով ասաց. «Ձեր բանաստեղծությունները փոխեցին իմ կյանքը։ Ես սովորում եմ հայերեն միայն որպեսզի կարողանամ կարդալ ձեզ բնագրով»։ Շիրազը, շնորհակալ և հպարտ, սկսեց խոսել նրա հետ։ Բայց Սիլվան, որը կանգնած էր մի քանի քայլ հեռու, տեսավ այդ ամենը, և նրա աչքերում վառվեց ծանոթ կրակը։ Հաջորդ առավոտ Սիլվան գնաց Սովետական գրողների միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Ֆադեևի գրասենյակ։ Նրանք ծանոթ էին տարիներ շարունակ, և Ֆադեևը պարտական էր Սիլվային, նա օգնել էր նրան մի դժվար քաղաքական իրավիճակում։ Սիլվան նստեց Ֆադեևի դիմաց և ժպտալով քաղցր ժպիտով ասաց. «Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, ես ուզում եմ խոսել Աննա Վոլկովայի մասին։ Ես լսել եմ, որ նրան պլանավորում են ուղարկել Երևան, որպես մշակութային փոխանակման ծրագրի մաս։ Ես կարծում եմ, որ դա վատ գաղափար է»։ Ֆադեևը զարմացավ. «Ինչու, Սիլվա։ Աննան տաղանդավոր երիտասարդ բանաստեղծուհի է»։ Սիլվան շարունակեց. «Նրա ձայնը մնում էր փափուկ, բայց նրա բառերը սուր էին, ինչպես դանակի սայրը։ Այո, նա տաղանդավոր է, բայց նա նաև շատ երիտասարդ է և անփորձ։ Ես վախենում եմ, որ Երևանում, հեռու Մոսկվայից, նա կարող է ընկնել, ինչպես ասեմ, անպատշաճ ազդեցությունների տակ։ Դուք գիտեք, որ մեր հանրապետությունում կան մարդիկ, ովքեր կարող են շահարկել երիտասարդ, միամիտ աղջկա զգացմունքները»։ Ֆադեևը հասկացավ, թե ինչի մասին է խոսում Սիլվան։ Նա հանգիստ ասաց. «Սիլվա, ես ձեզ հասկանում եմ։ Աննա Վոլկովան չի գնա Երևան։ Մենք կգտնենք նրա համար այլ նշանակում»։ Եվ այդպես էլ եղավ։ Աննա Վոլկովան երբեք չեկավ Հայաստան։ Նրան ուղարկեցին Վլադիվոստոկ, աշխատելու տեղական թերթում։ Հազարավոր կիլոմետր հեռու Մոսկվայից, հազարավոր կիլոմետր հեռու Երևանից, հազարավոր կիլոմետր հեռու Շիրազից։ Ինչպես է Շիրազը արձագանքում այս ամենին։ Արդյոք նա տեսնում էր, թե ինչ էր անում Սիլվան։ Թե նա ընտրել էր չտեսնել, ապրել իր բանաստեղծական աշխարհում, որտեղ ամեն ինչ գեղեցիկ էր և ներդաշնակ։ Վկաները, ովքեր մոտիկից տեսել են նրանց ամուսնական կյանքը, պատմում են տարբեր պատմություններ։ Ոմանք ասում են, որ Շիրազը գիտեր ամեն ինչ, բայց լռում էր, քանի որ վախենում էր Սիլվայից, նրա ուժից, նրա կապերից, նրա անողոք վրեժ խնդրությունից։ Ուրիշներ պնդում են, որ Շիրազը իսկապես չգիտեր, որ նա այնքան էր ընկղմված իր ստեղծագործական աշխարհում, որ չէր նկատում, թե ինչ էր կատարվում նրա շուրջը։ Բայց կա նաև երրորդ տարբերակ, ավելի մութ և ավելի սարսափելի։ Որոշ վկաներ շշուկով ասում են, որ Շիրազը ոչ միայն գիտեր, այլև գաղտնի հաստատում էր Սիլվայի գործողությունները, որ նա իր խորքում վայելում էր այն իշխանությունը, որը Սիլվան ուներ, և օգտվում էր դրանից, ազատվելու անհարմար կանանցից, ովքեր չափազանց շատ էին պահանջում նրանից, չափազանց շատ ուշադրություն, չափազանց շատ ժամանակ, չափազանց շատ հուզական ներդրում։ Որ տարբերակն է ճշմարիտը։ Մենք կփորձենք պարզել։ 1962 թվականի ձմեռը Երևանում անսովոր սառն էր։ Ձյունը ծածկել էր քաղաքը, և փողոցներում քայլող մարդիկ շտապում էին տուն, փախչելով ցրտից։ Բայց Սիլվա Կապուտիկյանի սրտում այդ ձմեռը ավելի սառն էր, քան ցանկացած եղանակ։ Նա նոր էր իմացել, որ Շիրազը գաղտնի հանդիպումներ է ունենում մի երիտասարդ թատերական դերասանուհու հետ, Գայանե Մարտիրոսյանի հետ։ Գայանեն 28 տարեկան էր, սև մազերով, մեծ շագանակագույն աչքերով, և նրա գեղեցկությունը խելագարեցնում էր տղամարդկանց։ Նա նոր էր ավարտել Երևանի թատերական ինստիտուտը և արդեն նվաճել էր Սունդուկյանի թատրոնի բեմը, խաղալով Օֆելիայի դերը Համլետ ներկայացման մեջ։ Քննադատները գրում էին, որ նրա խաղը շնչահեղձուցիչ է, որ նա ծնված է բեմի համար։ Բայց Սիլվան տեսնում էր Գայանեի մեջ ուրիշ բան։ Նա տեսնում էր ամենամեծ վտանգը, որը երբևէ սպառնացել էր նրա ամուսնությանը։ Ամեն ինչ սկսվել էր 3 ամիս առաջ, երբ Շիրազին հրավիրել էին Սունդուկյանի թատրոն, կարդալու իր բանաստեղծությունները Համլետ ներկայացման պրեմիերայից առաջ։ Այդ երեկո Գայանեն եկել էր փորձից հետո, և տեսնելով Շիրազին մոտեցել էր նրան։ Նա ասել էր. «Պարոն Շիրազ, ես ձեր ամենամեծ երկրպագուն եմ։ Ձեր բանաստեղծությունները ինձ օգնեցին հասկանալ Օֆելիայի ցավը»։ Շիրազը, շարժված և հպարտ, սկսել էր խոսել նրա հետ։ Նրանք խոսել էին Շեքսպիրի հոգեբանության արվեստի մասին, և այդ խոսակցությունը դարձել էր առաջինը բազմաթիվ հանդիպումների շարքում։ Շիրազը սկսել էր գալ թատրոն, դիտելու Գայանեի փորձերը։ Նա նստում էր դահլիճի վերջին շարքում և հետևում էր, թե ինչպես է այդ երիտասարդ կինը վերածվում Օֆելիայի, խենթ, տառապող, սիրող Օֆելիայի։
Եվ ամեն անգամ, երբ Գայանեն ավարտում էր իր մենախոսությունը, Շիրազը զգում էր, որ ինչ-որ բան փոխվում է նրա ներսում, ինչ-որ բան, որը նա կարծում էր, որ մեռել է տարիներ առաջ։ Սիլվան իմացավ այս մասին իր լրտեսներից։ Այո, նա ուներ լրտեսներ։ Մարդիկ, ովքեր հետևում էին Շիրազին եւ զեկուցում էին նրան յուրաքանչյուր քայլի մասին։ Դա հնչում է պարանոիկ, բայց Սիլվայի համար դա էր միակ ճանապարհը՝ վերահսկելու իրավիճակը։ Երբ նա լսեց Գայանեի մասին, նա հասկացավ, որ այս անգամ ամեն ինչ այլ է։ Այս անգամ Շիրազը ոչ միայն հետաքրքրված էր, նա սիրահարված էր, եւ դա անթույլատրելի էր։ Սիլվան անմիջապես սկսեց գործել։ Նա զանգահարեց Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Աջեմյանին եւ պահանջեց հանդիպում։ Աջեմյանը, որը գիտեր Սիլվայի ազդեցությունը, անմիջապես համաձայնվեց։ Հաջորդ օրը Սիլվան նստած էր Աջեմյանի գրասենյակում եւ նայելով նրա աչքերի մեջ ասաց. «Վարդան, ես լսել եմ, որ Գայանե Մարտիրոսյանը շատ հաջող է ձեր թատրոնում, բայց ես նաեւ լսել եմ, որ նա, ինչպես ասեմ, չափազանց մոտ է դառնում որոշ մարդկանց, ովքեր չպետք է լինեին նրա կյանքում»։ Աջեմյանը փորձեց պաշտպանել Գայանեին. «Սիլվա ջան, Գայանեն տաղանդավոր դերասանուհի է, նա ոչինչ չի արել սխալ»։ Բայց Սիլվան ընդհատեց. «Վարդան, ես չեմ խոսում նրա տաղանդի մասին, ես խոսում եմ նրա վարքագծի մասին, եւ ես կարծում եմ, որ ձեր թատրոնը պետք է ունենա որոշակի ստանդարտներ։ Եթե Գայանեն շարունակի այս ճանապարհով, ես ստիպված կլինեմ խոսել կուլտուրայի նախարարության հետ»։ Աջեմյանը հասկացավ սպառնալիքը։ Նա գիտեր, որ եթե Սիլվան խոսի նախարարության հետ, թատրոնը կարող է կորցնել ֆինանսավորումը, եւ դա կնշանակի աղետ։ Երկու շաբաթ անց Գայանե Մարտիրոսյանին հեռացրին Օֆելիայի դերից։ Պաշտոնական պատճառաբանությունը եղավ ռեժիսորական տեսլականի փոփոխություն, բայց բոլորը գիտեին իրական պատճառը։ Գայանեն փորձեց պայքարել։ Նա գնաց գրողների միություն, դերասանների միություն, նույնիսկ կուլտուրայի նախարարություն, բայց ամենուր դռները փակ էին նրա առջև։ Ոչ ոք չուզում էր խոսել նրա հետ, ոչ ոք չուզում էր օգնել։ Նա դարձել էր անտեսանելի, կին, ում անունը շշուկով արտասանում էին, բայց ում մասին բարձրաձայն խոսել արգելված էր։ Վերջապես հուսահատության մեջ Գայանեն որոշեց անել ինչ-որ բան անսովոր։ Նա գրեց նամակ Շիրազին, խնդրելով նրա օգնությունը։ Նամակում նա գրեց. «Պարոն Շիրազ, ես գիտեմ, որ դուք հզոր մարդ եք։ Ես խնդրում եմ ձեզ, օգնեք ինձ։ Ես չեմ հասկանում, թե ինչու են ինձ հալածում։ Ես ոչինչ չեմ արել սխալ։ Ես պարզապես ուզում եմ խաղալ, ուզում եմ ապրել իմ արվեստով»։ Շիրազը ստացավ այդ նամակը եւ կարդաց այն իր տանը, իր ուսումնասենյակում։ Նա նստած էր իր գրասեղանի առջև եւ նրա աչքերում էին արցունքներ։ Նա գիտեր, թե ինչու էր Գայանեն տառապում։ Նա գիտեր, որ դա Սիլվայի գործն էր, բայց նա նաեւ գիտեր, որ չի կարող օգնել։ Եթե նա փորձեր պաշտպանել Գայանեին, Սիլվան կհասկանար, որ նա իսկապես հոգ է տանում այդ կնոջ մասին, եւ դա կդարձներ իրավիճակը ավելի վատ։ Շիրազը վերցրեց նամակը եւ այրեց այն իր ուսումնասենյակի բուխարու մեջ։ Նա դիտեց, թե ինչպես են բոցերը լափում Գայանեի բառերը եւ զգաց, որ ինչ-որ բան մեռնում է նրա ներսում, ինչ-որ բան, որը նա երբեմն կոչում էր խիղճ։ Գայանե Մարտիրոսյանը երբեք չստացավ պատասխան։ Նա սպասեց 1 շաբաթ, 2 շաբաթ, 1 ամիս, բայց Շիրազը լռեց, եւ այդ լռությունը եղավ վերջին հարվածը։ Գայանեն հասկացավ, որ նա միայնակ է, որ ոչ ոք չի օգնի նրան, որ նա պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, թշնամու, ում ուժը անսահման է։ 1963 թվականի գարնանը Գայանեն լքեց Երևանը։ Նա գնաց Մոսկվա, փորձելու իր բախտը այնտեղ, բայց Սիլվայի սև ցուցակը հասել էր նաև Մոսկվա։ Գայանեին ոչ մի թատրոն չընդունեց։ Նա ապրեց մի փոքրիկ սենյակում Մոսկվայի ծայրամասում, աշխատեց որպես հագուստի խանութի վաճառող եւ երազում էր բեմի մասին։ Բայց այդ երազանքը երբեք չիրականացավ։ 1966 թվականին, 31 տարեկան հասակում, Գայանե Մարտիրոսյանը մահացավ թոքաբորբից։ Հիվանդություն, որը զարգացել էր Մոսկվայի սառը եւ խոնավ ձմեռներում, երբ նա չուներ բավարար փող տաքացման համար։ Նրա մահվան մասին Երևանում գրեթե ոչ ոք չիմացավ։ Ոչ մի թերթ չգրեց նրա մասին, ոչ մի թատրոն չհիշեց նրան։ Նա մեռավ լռության մեջ, ինչպես մեռան բոլոր այն կանայք, ովքեր հայտնվել էին Սիլվայի սև ցուցակում։ Բայց Սիլվան չդադարեց։ Նրա սև ցուցակը շարունակեց աճել։ Յուրաքանչյուր տարի նոր անուններ էին ավելանում՝ բանաստեղծուհիներ, դերասանուհիներ, երգչուհիներ, լրագրողներ։ Ցանկացած կին, ով համարձակվում էր մոտենալ Շիրազին, ցանկացած կին, ով փորձում էր խոսել նրա հետ, ցանկացած կին, ով պարզապես նայում էր նրան չափազանց երկար, բոլորը դառնում էին թիրախ։ Եվ Սիլվան, օգտագործելով իր անսահման ազդեցությունը, մեկ առ մեկ ջնջում էր նրանց Հայաստանի մշակութային քարտեզից։ Նա անում էր դա սառնասրտորեն, մեթոդիկորեն, առանց ցանկացած զղջման։ Նրա համար դա չէր ռևնեստ, դա էր պատերազմ։
պատերազմ, որը նա պետք է հաղթեր ցանկացած գնով։ Եվ նա հաղթում էր։ Բայց ինչ գնով։ Քանի կյանքեր էին ջախջախված, քանի երազանքներ էին թաղված, եւ ամենակարևորը, արդյոք Շիրազը, մեծ բանաստեղծը, ով գրում էր սիրո եւ արդարության մասին, իսկապես չգիտեր, թե ինչ էր կատարվում նրա անունով, թե նա ընտրել էր լռել, ապրել իր ստեղծագործական աշխարհում, թողնելով Սիլվային կեղտոտ աշխատանքը։ Եվ եթե այդպես է, ապա ով էր իրական հանցագործը, Սիլվան, ով գործում էր, թե Շիրազը, ով լռում էր։ 1965 թվականին, երբ Շիրազը նշեց իր 50-րդ ծննդյան տարեդարձը, Երևանի օպերայի թատրոնում կազմակերպվեց մեծ հանդիսավոր երեկո։ Ամբողջ Հայաստանի մշակութային էլիտան հավաքվել էր այնտեղ՝ բանաստեղծներ, գրողներ, դերասաններ, երաժիշտներ։ Շիրազը կանգնած էր բեմի վրա, ընդունելով շնորհավորանքները, եւ նրա դեմքը փայլում էր երջանկությունից։ Սիլվան նստած էր առաջին շարքում, հպարտ եւ հաղթական։ Նա հասել էր իր նպատակին։ Շիրազը պատկանում էր միայն նրան, եւ ամբողջ Հայաստանը տեսնում էր դա։ Բայց եթե ուշադիր նայեիր դահլիճին, կնկատեիր ինչ-որ բան տարօրինակ։ Շատ աթոռներ դատարկ էին, շատ անուններ դացակայում էին հրավիրյալների ցուցակից։ Մարինե Պետրոսյանը չէր եկել, քանի որ նա արդեն մոռացված էր։ Լուսինե Զաքարյանը չէր եկել, քանի որ նա արտաքսված էր թատերական աշխարհից։ Գայանե Մարտիրոսյանը չէր եկել, քանի որ նա մեռած էր։ Եվ տասնյակ այլ կանայք, ում անունները գրված էին Սիլվայի սև ցուցակում, նույնպես բացակայում էին։ Նրանք դարձել էին ուրվականներ, կանայք, ում գոյությունը ջնջված էր պատմությունից։ Բայց նրանց հոգիները, նրանց ցավը, նրանց չիրականացած երազանքները շարունակում էին ապրել, որպես անտեսանելի վկաներ այն հանցագործության, որը կատարվել էր Սիլվայի ձեռքով։ Եվ այդ երեկո, երբ Շիրազը կարդում էր իր նոր բանաստեղծությունը սիրո եւ արդարության մասին, այդ անտեսանելի վկաները լռում էին, լռություն, որը բարձրաձայն էր, քան ցանկացած բառ։ Բայց պատմությունը դեռ չէր ավարտվել։ Սիլվայի սև ցուցակը շարունակում էր աճել, եւ նոր զոհեր էին ավելանում։ Ո՞վ էին նրանք։ Ինչ էր պատահել նրանց, եւ ամենակարևորը, արդյոք Շիրազը երբևէ կհասկանար, թե ինչ գնով էր եկել նրա փառքը։ Այս հարցերի պատասխանները մենք կգտնենք հաջորդ գլուխներում, երբ կբացահայտենք ավելի խորը գաղտնիքները, որոնք թաքնված են եղել ավելի քան կես դար։ 1966 թվականի ամռանը, երբ Երևանը տոնում էր Շիրազի 50-րդ ծննդյան տարեդարձից հետո, Կուլտուրայի նախարարության արխիվում հայտնվեց մի փաստաթուղթ, որը երբեք չպետք է տեսնեին օտար աչքերը։ Դա եղավ գաղտնի հուշագիր, ստորագրված Սիլվա Կապուտիկյանի անձամբ եւ ուղղված Մոսկվայի Գոսկինոյի նախագահ Իվան Պիրիևին։ Հուշագրի վերնագիրը եղավ «Անցանկալի անձանց ցուցակ» հայկական կինեմատոգրաֆիայի համար։ Ներսում էին 22 անուն՝ դերասանուհիներ, սցենարիստներ, օպերատորներ։ Յուրաքանչյուր անվան կողքին Սիլվան գրել էր կարճ, բայց մահացու նշում՝ անբարոյական վարքագիծ, անպատշաճ կապեր, քաղաքական անվստահելիություն։ Բայց ամենասարսափելին եղավ վերջին էջը, որտեղ Սիլվան ավելացրել էր ձեռագիր նշում. այս կանայք ներկայացնում են վտանգ ոչ միայն հայկական արվեստի բարոյականության համար, այլև իմ ընտանիքի անվտանգության համար։ Նրանք փորձել են մոտենալ իմ ամուսնուն, օգտագործելով իրենց կանացի հնարքները։ Ես պահանջում եմ, որ նրանք ամբողջությամբ հեռացվեն կինեմատոգրաֆիական արտադրությունից։ Այս փաստաթուղթը չպահպանվեց պաշտոնական արխիվներում, բայց մի օրինակը գաղտնի պահեց Պիրիևի անձնական քարտուղարուհին Վերա Կուզնեցովան, ով 40 տարի անց, երբ արդեն ոչինչ չէր վախենում, փոխանցեց այն հայ պատմաբաններին։ Ինչու էր Սիլվան այդքան համարձակ, գրելու այսպիսի բաներ պաշտոնական թղթի վրա։ Ինչպես էր նա համոզված, որ ոչ ոք չի համարձակվի բացահայտել այս փաստաթուղթը։ Եվ ամենակարևորը, քանի կանանց կարիերաներ ավերվեցին այս մեկ թղթի պատճառով։ Առաջին զոհը եղավ Արմինե Խաչատրյանը, 35 տարեկան սցենարիստ, ով գրել էր Նռան գույնը ֆիլմի առաջին տարբերակը։ Արմինեն տարիներ աշխատել էր այդ սցենարի վրա, ուսումնասիրելով Սայաթնովայի կյանքը, հավաքելով հազարավոր փաստաթղթեր, հարցազրույցներ անցկացնելով ծերունի աշուղների հետ։ Նրա սցենարը եղավ բանաստեղծական, խորը, լի խորհրդանշություններով։ Երբ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը կարդաց այն, նա ասաց. «Սա գլուխգործոց է։ Մենք պետք է անմիջապես սկսենք նկարահանումները»։ Բայց Արմինեն ուներ մի մեղք։ Նա 2 տարի առաջ հանդիպել էր Շիրազի հետ գրական սրճարանում եւ խնդրել էր նրա խորհուրդը սցենարի մի դժվար տեղի համար։
Շիրազը, ով միշտ պատրաստ էր օգնել երիտասարդ տաղանդներին, նստել էր նրա հետ 3 ժամ եւ մանրամասն քննարկել էր Սայաթ-Նովայի բանաստեղծական աշխարհը։ Նրանք խոսել էին արվեստի, սիրո, մահվան մասին։ Շիրազը նույնիսկ գրել էր Արմինեի համար մի փոքրիկ բանաստեղծություն, որպես ներշնչում։ Բայց Սիլվան, ով ուներ իր լրտեսներ ամենուր, իմացել էր այդ հանդիպման մասին, եւ երբ Նռան գույնը ֆիլմի արտադրությունը պետք է սկսվեր, Սիլվան գործի անցավ։ Նա զանգահարեց Մոսկվա, անձամբ Պիրիևին, եւ ասաց. «Իվան Ալեքսանդրովիչ, ես լսել եմ, որ դուք պլանավորում եք ֆինանսավորել Նռան գույնը ֆիլմը։ Բայց ես պետք է նախազգուշացնեմ ձեզ. սցենարիստ Արմինե Խաչատրյանը անվստահելի անձ է։ Նրա ընտանիքը ունի կապեր դաշնակցականների հետ, եւ նրա սցենարը լի է ազգայնական թաքնված ուղերձներով»։ Դա եղավ սուտ, բացարձակ անամոթ սուտ։ Արմինեի ընտանիքը երբեք չէր ունեցել որևէ կապ դաշնակցականների հետ, եւ նրա սցենարը չուներ որևէ քաղաքական ենթատեքստ։ Բայց Սովետական Միությունում, որտեղ մեկ խոսքը կարող էր ուղարկել մարդուն Սիբիր, Պիրիևը չէր ուզում ռիսկի դիմել։ Նա հրամայեց փոխել սցենարիստին։ Արմինե Խաչատրյանը իմացավ այդ մասին հեռախոսազանգով, Փարաջանովից։ Ռեժիսորը, ով ինքն էր ցնցված եւ զայրացած, ասաց. «Արմինե, ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Մոսկվան պահանջում է, որ մենք օգտագործենք այլ սցենարիստ։ Նրանք ասում են, որ դու քաղաքականորեն անվստահելի ես»։ Արմինեն չէր կարող հավատալ։ Նա գիտեր, որ դա սուտ է, բայց նա նաև գիտեր, որ սովետական համակարգում ճշմարտությունը նշանակություն չուներ։ Կարևորը եղավ այն, ինչ ասում էին իշխանությունները։ Նա փորձեց պայքարել։ Գրեց նամակներ կուլտուրայի նախարարություն, կինեմատոգրաֆիստների միություն, նույնիսկ Կենտկոմ, բայց բոլոր նամակները մնացին առանց պատասխանի։ Նռան գույնը ֆիլմը նկարահանվեց այլ սցենարով, եւ Արմինե Խաչատրյանի անունը երբեք չհիշատակվեց։ Երբ ֆիլմը դարձավ համաշխարհային հայտնի գլուխգործոց, երբ այն ցուցադրվեցին Կաննի փառատոնում եւ ստացավ միջազգային ճանաչում, Արմինեն նստած էր իր փոքրիկ բնակարանում Երևանում եւ լաց էր լինում։ Նրա երազանքը, նրա տարիների աշխատանքը, նրա ստեղծագործական հոգին ամեն ինչ կողոպտվել էր նրանից։ Եվ ամենադաժանը եղավ այն, որ ոչ ոք չգիտեր ճշմարտությունը։ Ոչ ոք չգիտեր, որ Նռան գույնը ֆիլմի հիմքում ընկած էր Արմինեի սցենարը, նրա գաղափարները, նրա տեսլականը։ Նա դարձավ անտեսանելի, ուրվական, ում ներդրումը ջնջվել էր պատմությունից։ Բայց Սիլվան չդադարեց։ Նրա հաջորդ թիրախը եղավ Նունե Մկրտչյանը, 29 տարեկան դերասանուհի, ով նոր էր ավարտել Մոսկվայի Գիթիսը, Գեղարվեստի թատերական ինստիտուտը։ Նունեն վերադարձել էր Երևան, լի երազանքներով եւ հույսերով։ Նրան անմիջապես հրավիրեցին Հայ ֆիլմ, նկարահանվելու Տարեցի հարսանիքը ֆիլմում։ Ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը տեսավ Նունեի փորձը եւ անմիջապես հասկացավ, որ գտել է իր գլխավոր հերոսուհուն։ Նունեն ուներ հատուկ որակ, նա կարող էր միաժամանակ լինել խոցելի եւ ուժեղ, նուրբ եւ կատաղի։ Նրա աչքերը խոսում էին ավելին, քան ցանկացած բառ։ Դովլաթյանը սկսեց նկարահանումները եւ առաջին օրվանից պարզ դարձավ, որ Նունեն ծնված էր կինոյի համար։ Բայց Նունեն ուներ մի թերություն։ Նա էր այն դերասանուհին, ում մասին Շիրազը գրել էր բանաստեղծություն։ Այո, Շիրազը, ով տեսել էր Նունեի ավարտական ներկայացումը Մոսկվայում, այնքան էր տպավորվել նրա տաղանդից, որ գրել էր փոքրիկ բանաստեղծություն, երիտասարդ դերասանուհուն։ Բանաստեղծությունը հրատարակվել էր գրական թերթամսագրում, եւ Նունեն, շարժված եւ երախտապարտ, ուղարկել էր Շիրազին շնորհակալական նամակ։ Դա եղավ բավական Սիլվայի համար։ 1967 թվականի աշնանը, երբ Տարեցի հարսանիքը ֆիլմի նկարահանումները գտնվում էին կեսին, Սիլվան անձամբ այցելեց Հայ ֆիլմի ստուդիա։ Նա եկավ առանց նախազգուշացման։ Ուղղակի մտավ նկարահանման հարթակ։ Դովլաթյանը, զարմացած եւ մի փոքր անհանգստացած, դադարեցրեց նկարահանումները եւ մոտեցավ Սիլվային։ «Սիլվա ջան, ինչ պատիվ, դուք ուզում եք դիտել մեր աշխատանքը»։ Սիլվան ժպտաց, սառը, հաշվարկված ժպիտով եւ ասաց. «Ֆրունզե, ես եկել եմ խոսելու քեզ հետ։ Գնանք քո գրասենյակ»։ Գրասենյակում Սիլվան նստեց Դովլաթյանի դիմաց եւ առանց ժամանակ վատնելու ասաց. «Ես լսել եմ, որ դու նկարահանում ես Նունե Մկրտչյանին գլխավոր դերում։ Ես կարծում եմ, որ դա սխալ ընտրություն է»։ Դովլաթյանը փորձեց պաշտպանել իր որոշումը. «Սիլվա ջան, Նունեն հրաշալի դերասանուհի է։ Նա կատարյալ է այս դերի համար»։ Բայց Սիլվան ընդհատեց. «Ֆրունզե, ես չեմ խոսում նրա տաղանդի մասին, ես խոսում եմ նրա, ինչպես ասեմ, անհամապատասխանության մասին։ Այս ֆիլմը պետք է ներկայացնի հայ կնոջ բարոյականությունը, բայց Նունեն, նա ունի որոշակի համբավ»։ Դովլաթյանը սառեց. «Ինչ համբավ, ես ոչինչ չգիտեմ նման բանի մասին»։ Սիլվան շարունակեց, նրա ձայնը մնում էր հանգիստ, բայց նրա բառերը եղան թույն.
Ֆրունզե. Ես չեմ ուզում մանրամասնել։ Բայց ես գիտեմ, որ Նունեն փորձել է օգտագործել իր քնանացի հնարքները առաջ շարժվելու համար։ Նա գրել է անպատշաճ նամակներ ազդեցիկ մարդկանց, փորձել է ստեղծել մտերմիկ հարաբերություններ։ Եթե դու շարունակես նկարահանել նրան, ես ստիպված կլինեմ զեկուցել այս մասին Մոսկվա։ Եվ դու գիտես, թե ինչ կարող է դա նշանակել քո ֆիլմի համար։ Դովլաթյանը հասկացավ սպառնալիքը։ Նա գիտեր, որ եթե Սիլվան զեկուցի Մոսկվա, ֆիլմի ֆինանսավորումը կկտրվի եւ նրա ամբողջ աշխատանքը կանցնի խորտակման։ Նա փորձեց պայքարել. «Սիլվա ջան, դա անարդար է։ Նունեն ոչինչ չի արել սխալ»։ Բայց Սիլվան վերցրեց իր պայուսակը եւ կանգնելով ասաց. «Ֆրունզե, որոշումը քոնն է, բայց մտածիր քո ֆիլմի ապագայի մասին»։ Նա դուրս եկավ գրասենյակից, թողնելով Դովլաթյանին խորտակված եւ անօգնական։ Հաջորդ օրը Դովլաթյանը կանչեց Նունեին եւ խուսափելով նրա հայացքից ասաց. «Նունե, ես ստիպված եմ փոխել որոշումը։ Մենք չենք կարող շարունակել քեզ հետ»։ Նունեն չէր հասկանում. «Բայց ինչու՞։ Ինչ եմ ես արել սխալ»։ Դովլաթյանը չէր կարող պատասխանել։ Նա պարզապես ասաց. «Ներիր, բայց դա վերևից որոշում է»։ Նունե Մկրտչյանը լքեց հայ ֆիլմի ստուդիան լաց լինելով։ Նրա երազանքը, նրա առաջին մեծ դերը, նրա հնարավորությունը ապացուցել իր տաղանդը, ամեն ինչ խլվել էր նրանից մեկ զրույցի ընթացքում։ Նա երբեք չիմացավ իրական պատճառը։ Նա երբեք չիմացավ, որ Սիլվա Կապուտիկյանը, ում նա երբեք չէր հանդիպել, ում նա երբեք չէր վիրավորել, որոշել էր ավերել նրա կարիերան, պարզապես այն պատճառով, որ Շիրազը գրել էր նրա մասին բանաստեղծություն։ Արդյոք դուք կարող եք պատկերացնել, թե ինչ է զգում երիտասարդ կինը, երբ նրա ամբողջ ապագան ջախջախվում է մեկ անտեսանելի թշնամու կողմից։ Թշնամու, ում դեմքը նա երբեք չի տեսել, ում ձայնը նա երբեք չի լսել, բայց ում ուժը բավական է փակելու բոլոր դռները նրա առջև։ 1968 թվականին Սիլվա Կապուտիկյանը ստացավ սոցիալիստական աշխատանքի հերոս կոչումը, Սովետական միության ամենաբարձր պարգևը։ Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Մոսկվայի Կրեմլում, եւ Սիլվան կանգնած էր Լեոնիդ Բրեժնևի կողքին, ընդունելով ոսկե աստղի մեդալը։ Նրա ելույթում նա խոսեց հայ կնոջ դերի մասին սովետական հասարակությունում, արվեստի բարոյական պարտականության մասին, ընտանիքի սրբության մասին։ Դահլիճը ծափահարեց, եւ Սիլվան ժպտաց իր կատարյալ հանրային ժպիտով։ Բայց եթե ուշադիր նայես նրա աչքերին, կտեսնեիր ուրիշ բան՝ հաղթանակի սառը փայլ, գոհունակության մութ շող։ Նա հասել էր իր նպատակին, նա դարձել էր ամենահզոր կինը Հայաստանում, եւ ոչ ոք չէր համարձակվում մարտահրավեր նետել նրան։ Բայց այդ իշխանությունը եկել էր գնով, որը չափվում էր ջախջախված կյանքերով, թաղված տաղանդներով, մոռացված անուններով։ 28 կին, ըստ այն փաստաթղթի, որը գտնվեց արխիվում, բայց իրականում թիվը շատ ավելի մեծ էր, որովհետև Սիլվայի սև ցուցակը չէր սահմանափակվում միայն պաշտոնական փաստաթղթերով։ Շատ անուններ երբեք չգրվեցին թղթի վրա։ Շատ կանայք ջախջախվեցին պարզապես մի հեռախոսազանգով, մի շշուկով, մի սառը հայացքով։ Այդ տարիների ընթացքում Երևանի մշակութային շրջանակներում սկսեց տարածվել մի անտեսանելի կանոն, որը երբեք չգրվեց որևէ պաշտոնական փաստաթղթում, բայց որը բոլորը գիտեին։ Մի մոտեցի Շիրազին, եթե դու կին ես։ Երիտասարդ բանաստեղծուհիները, ովքեր ուզում էին խորհուրդ, սովորեցին խուսափել Շիրազից։ Դերասանուհիները, ովքեր ուզում էին նրա բանաստեղծությունները կարդալ բեմից, սովորեցին խնդրել թույլտվություն Սիլվայից։ Երգչուհիները, ովքեր ուզում էին երգել Շիրազի բառերը, սովորեցին նախ ստուգել, արդյոք Սիլվան կհամաձայնի։ Եվ եթե Սիլվան ասեր ոչ, ապա պատասխանը եղավ ոչ, առանց որևէ բացատրության, առանց որևէ հնարավորության բողոքելու։ Այս անտեսանելի կանոնը վերածեց Շիրազին մի տեսակ արգելված տարածքի, որտեղ կանայք չէին կարող մտնել առանց Սիլվայի թույլտվության։ Եվ Սիլվան շատ հազվադեպ էր տալիս այդ թույլտվությունը, բայց եղան նաև կանայք, ովքեր համարձակվեցին խախտել այս կանոնը։ Նրանցից մեկը եղավ Ռոզա Հովանիսյանը, 41 տարեկան լրագրող, ով աշխատում էր Սովետական Հայաստան թերթում։ Ռոզան էր այն հազվագյուտ կանանցից, ով չէր վախենում Սիլվայից։ Նա ծնվել էր Թիֆլիսում, ուսանել էր Մոսկվայում եւ ուներ իր սեփական կապերը Սովետական միության մշակութային էլիտայի մեջ։ 1969 թվականին Ռոզան որոշեց գրել մի մեծ հոդված Շիրազի ստեղծագործության մասին։ Նա ուզում էր ոչ միայն վերլուծել նրա բանաստեղծությունները, այլև ցույց տալ մարդուն, Շիրազին, ով թաքնված էր հանրային կերպարի հետևում։ Նա սկսեց հարցազրույցներ անցկացնել Շիրազի ընկերների, գործընկերների, ուսանողների հետ։ Եվ շատ արագ նա սկսեց լսել պատմություններ, որոնք չհամապատասխանում էին պաշտոնական կերպարին։ Պատմություններ կանանց մասին, ովքեր անհետացել էին Շիրազի կյանքից։
Պատմություններ Սիլվայի սև ցուցակի մասին, պատմություններ վախի, լռության, ճնշման մասին։ Ռոզան որոշեց ներառել այս պատմությունները իր հոդվածում։ Նա գիտեր, որ դա վտանգավոր է, բայց նա նաև հավատում էր, որ ճշմարտությունը պետք է ասվի։ Նա գրեց հոդված վերնագրով «Շիրազը եւ նրա ստվերները», որտեղ նա խոսեց ոչ միայն բանաստեղծի տաղանդի մասին, այլև այն գնի մասին, որը վճարվել էր այդ տաղանդի համար։ Նա չանվանեց Սիլվայի անունը ուղղակիորեն, բայց ամեն ոք, ով կարդաց հոդվածը, հասկացավ ում մասին է խոսքը։ Երբ Ռոզան ներկայացրեց հոդվածը Սովետական Հայաստան թերթի գլխավոր խմբագիր Արտեմ Ալեքսանյանին, խմբագիրը կարդաց այն եւ գունատվեց։ Նա նայեց Ռոզային եւ ասաց. «Ռոզա, դու գիտես թե ինչ ես անում։ Այս հոդվածը չի կարող հրատարակվել, դա ինքնասպանություն է»։ Ռոզան պնդեց. «Արտեմ, սա ճշմարտությունն է։ Մենք լրագրողներ ենք, մեր պարտականությունն է ասել ճշմարտությունը»։ Բայց Ալեքսանյանը սարսափած էր. «Ռոզա, եթե ես հրատարակեմ այս հոդվածը, վաղը մենք երկուսս էլ կլինենք աշխատանքից դուրս։ Եվ ոչ միայն դուրս աշխատանքից, մենք կարող ենք ավարտել շատ ավելի վատ տեղում»։ Ռոզան չհամաձայնվեց։ Նա վերցրեց իր հոդվածը եւ գնաց Մոսկվա, փորձելու հրատարակել այն Լիտերատուրնայա գազետա թերթում։ Բայց նույնիսկ այնտեղ, հազարավոր կիլոմետր հեռու Երևանից, Սիլվայի ազդեցությունը հասավ նրան։ Մոսկովյան խմբագիրը, ով նախապես համաձայնել էր հրատարակել հոդվածը, զանգահարեց Ռոզային եւ ասաց. «Ներողություն, բայց մենք չենք կարող շարունակել։ Մենք ստացել ենք զանգ Երևանից։ Մեզ ասել են, որ այս հոդվածը պարունակում է սուտ տեղեկություններ եւ վիրավորանք հարգված մարդկանց նկատմամբ»։ Ռոզան հասկացավ, որ պայքարը կորցրել է։ Նա վերադարձավ Երևան, խորտակված եւ հիասթափված։ Բայց ավելի վատը դեռ սպասում էր նրան։ 2 շաբաթ անց նրան կանչեցին Սովետական Հայաստան թերթի տնօրենության գրասենյակ եւ ասացին, որ նա ազատվում է աշխատանքից կրճատման պատճառաբանությամբ։ Ռոզան փորձեց գտնել աշխատանք այլ թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, բայց ամենուր պատասխանը նույնն էր. «Ներողություն, բայց մենք չունենք տեղ»։ Նրա անունը ավելացվել էր Սիլվայի սև ցուցակին, եւ դա նշանակում էր մասնագիտական մահ։ Ռոզա Հովանիսյանը երբեք այլևս չաշխատեց որպես լրագրող։ Նա ապրեց մնացած կյանքը, աշխատելով որպես գրադարանավար մի փոքրիկ շրջանային գրադարանում։ Նրա հոդվածը, որը երբեք չհրատարակվեց, մնաց նրա սեղանի դարակում, թղթերի դերին կույտ, որը ոչ ոք երբեք չկարդաց։ Բայց այդ հոդվածում եղավ ճշմարտությունը։ Ճշմարտությունը, որությունը, որը Սիլվան այնքան ուժգնորեն փորձում էր թաքցնել։ Ճշմարտությունը այն մասին, որ Շիրազի փառքը կառուցված էր կանանց արցունքների վրա, որ նրա իդեալական ամուսնությունը եղավ բանտ։ Ոչ միայն նրա համար, այլև բոլոր այն կանանց համար, ովքեր համարձակվեցին մոտենալ նրան։ Ճշմարտությունը այն մասին, որ Սիլվա Կապուտիկյանը, հայ կնոջ խորհրդանիշը, իրականում եղավ ամենաանողոք հալածողը, հալածող, ով օգտագործում էր իր իշխանությունը ոչ թե օգնելու կանանց, այլ ոչնչացնելու նրանց։ Բայց ամենասարսափելի հարցը մնում էր անպատասխան։ Արդյոք Շիրազը գիտեր այս ամենի մասին։ Արդյոք նա տեսնում էր, թե ինչ էր անում Սիլվան։ Թե նա ապրում էր իր սեփական աշխարհում, որտեղ բանաստեղծությունը եղավ միակ իրականությունը, եւ ամեն ինչ, ինչ կատարվում էր դրանից դուրս, չէր գոյություն ունենում նրա համար։ Կամ ավելի վատ, արդյոք նա գիտեր եւ լռում էր, վայելելով այն հարմարավետությունը, որը Սիլվան ստեղծում էր նրա համար, հարմարավետությունը ապրելու առանց բարդությունների, առանց հուզական պարտավորությունների, առանց այն անհարմար կանանց, ովքեր պահանջում էին նրանից ավելին, քան նա պատրաստ էր տալ։ 1970 թվականին, երբ Շիրազը մոտենում էր իր 60-րդ ծննդյան տարեդարձին, Երևանի Մատենադարանում կազմակերպվեց ցուցահանդես, նվիրված նրա ստեղծագործությանը։ Ցուցահանդեսում ներկայացված էին Շիրազի ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, ամբողջ նրա կյանքի պատմությունը։ Բայց եթե ուշադիր նայեիր այդ ցուցահանդեսին, կնկատեիր ինչ-որ բան տարօրինակ։ Շատ լուսանկարներ բացակայում էին, շատ նամակներ չէին ցուցադրվում, շատ անուններ չէին հիշատակվում։ Բոլոր այն կանայք, ովքեր եղել էին Շիրազի կյանքում, բայց ովքեր հայտնվել էին Սիլվայի սև ցուցակում, ջնջվել էին պատմությունից։ Նրանց լուսանկարները հեռացվել էին ալբոմներից, նրանց նամակները այրվել էին, նրանց անունները ջնջվել էին հիշողությունից։ Դա եղավ վերջնական հաղթանակը, Սիլվայի վերջնական հաղթանակը։ Նա ոչ միայն ջախջախել էր այդ կանանց կյանքերը, այլև ջնջել էր նրանց գոյությունը։ Նրանք դարձան ուրվականներ, կանայք, ովքեր երբեք չեն եղել, ովքեր երբեք չեն հպվել Շիրազի կյանքին, ովքեր երբեք չեն գոյություն ունեցել։ Բայց պատմությունը ունի տարօրինակ ձև, բացահայտելու ճշմարտությունը։ Տասնամյակներ անց, երբ Սիլվան եւ Շիրազը երկուսն էլ արդեն մեռած էին, երբ Սովետական միությունը փլուզվել էր, երբ Հայաստանը դարձել էր անկախ, արխիվները սկսեցին բացվել։ Եվ այն, ինչ գտնվեց այդ արխիվներում, ցնցեց բոլորին։
փաստաթղթեր, նամակներ, հուշագրեր, բոլորը վկայում էին Սիլվայի սև ցուցակի մասին։ Վկաներ, ովքեր տասնամյակներ լռել էին վախից, վերջապես համարձակվեցին խոսել, եւ նրանց պատմություններում բացահայտվեց մի ամբողջ աշխարհ, որը թաքնված էր եղել պաշտոնական պատմագրության հետևում։ Աշխարհ, որտեղ տաղանդավոր կանայք ջախջախվում էին մեկ կնոջ ռևնության տակ։ Աշխարհ, որտեղ արվեստը դառնում էր զենք, ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու համար։ Աշխարհ, որտեղ սերը վերածվում էր բանտի, որտեղ Շիրազը եղավ գերի, եւ Սիլվան բանտապետ։ Այսօր, երբ մենք նայում ենք Սիլվա Կապուտիկյանի եւ Հովանես Շիրազի լուսանկարներին, երբ մենք կարդում ենք նրանց բանաստեղծությունները, երբ մենք լսում ենք պաշտոնական պատմությունը նրանց իդեալական ամուսնության մասին, մենք պետք է հիշենք նաեւ մյուս պատմությունը։ Պատմությունը այն կանանց մասին, ովքեր վճարեցին գինը այդ իդեալականության համար։ Մարինե Պետրոսյանի, ով կորցրեց իր ձայնը։ Լուսինե Զաքարյանի, ով երբեք չերքեց Անուշի դերում։ Գայանե Մարտիրոսյանի, ով մեռավ Մոսկվայի սառը ձմռանը։ Արմինե Խաչատրյանի, ում սցենարը կողոպտվեց։ Նունե Մկրտչյանի, ում երազանքը ջախջախվեց։ Ռոզա Հովանիսյանի, ում ճշմարտությունը լռեցվեց։ Եվ տասնյակ այլ կանանց, ում անունները մենք երբեք չենք իմանա, բայց ում ցավը մնում է որպես անտեսանելի վկայություն այն հանցագործության, որը կատարվեց Սիլվայի ձեռքով։ Արդյոք արդարացի է դատել Սիլվային այսօր, տասնամյակներ անց նրա մահից։ Արդյոք մենք ունենք իրավունք քննադատելու նրան այն ժամանակաշրջանի համատեքստից դուրս, երբ կանայք ունեին շատ քիչ իշխանություն եւ օգտագործում էին ցանկացած միջոց, պաշտպանելու իրենց տեղը։ Թե Սիլվայի գործողությունները անցնում են ցանկացած արդարացման սահմանը եւ մնում են որպես օրինակ այն մասին, թե ինչպես իշխանությունը կարող է ապականել նույնիսկ ամենատաղանդավոր եւ ամենահարգված մարդկանց։ Երևանի կենտրոնական բանկի գաղտնի պահարանում 1972 թվականին պահպանվում էր մի փոքրիկ անվտանգության արկղ, համարը 357։ Արկղի սեփականատերը եղավ Շիրազը, եւ միայն նա ուներ բանալին։ Ոչ Սիլվան, ոչ նրանց երեխաները, ոչ ոք։ Երբ Շիրազը մահացավ 1974 թվականին, բանկի աշխատակիցները սպասեցին 1 տարի ըստ օրենքի, եւ երբ ոչ ոք չներկայացավ բանալիով, նրանք բացեցին արկղը ներկայության ակտով։ Ներսում գտան 3 բան. փոքրիկ կաշվե տետր, մի փաթեթ նամակներ կապված կարմիր ժապավենով եւ մի ծրար, որի մեջ եղավ 5000 ռուբլի, հսկայական գումար այդ ժամանակների համար։ Տետրը բացելով, բանկի տնօրեն Արամ Սարգսյանը սառեց։ Այնտեղ Շիրազի ձեռագրով գրված էին 12 կանանց անուններ եւ յուրաքանչյուր անվան կողքին գումար։ Մարինե Պետրոսյան 500 ռուբլի, Լուսինե Զաքարյան 700 ռուբլի, Գայանե Մարտիրոսյան 1000 ռուբլի։ Վերջին էջում Շիրազը գրել էր. Եթե ես մեռնեմ, այս փողերը պետք է հասնեն այս կանանց։ Սա իմ պարտքն է նրանց առջև։ Պարտք, որը ես երբեք չկարողացա վճարել իմ կյանքում։ Բայց այդ փողերը երբեք չհասան այդ կանանց, որովհետև Սարգսյանը, վախենալով Սիլվայից, նույնիսկ Շիրազի մահից հետո, անձամբ տարավ տետրը Սիլվային։ Նա տեսավ, թե ինչպես Սիլվան կարդաց այն, թե ինչպես նրա դեմքը դարձավ քարե, թե ինչպես նա առանց խոսքի գնաց իր ուսումնասենյակ եւ այրեց տետրը բուխարու մեջ։ Փողերը Սիլվան պահեց իր համար, եւ ոչ մի դրամ չհասավ այն կանանց, ում համար Շիրազը փորձել էր թողնել իր վերջին ներողություն խնդրանքը։ Այս պատմությունը երբեք չէր պատմվի, եթե Սարգսյանը իր կյանքի վերջին օրերին 1999 թվականին չխոստովաներ այն իր թոռնուհուն Անահիտ Սարգսյանին, ով հետագայում դարձավ պատմաբան։ Անահիտը գրեց այս պատմությունը իր հետազոտության մեջ, բայց նույնիսկ այնտեղ շատերը չհավատացին։ Նրանք ասացին. «Սա չի կարող լինել ճշմարիտ։ Շիրազը չէր կարող թաքցնել փող Սիլվայից»։ Բայց Անահիտը ուներ ապացույց՝ բանկի արխիվում պահպանված փաստաթուղթը, որտեղ գրված էր արկղի համարը եւ Շիրազի ստորագրությունը։ Ինչու էր Շիրազը թաքցնում փող Սիլվայից։ Ինչու էր նա ուզում օգնել այն կանանց, ում կյանքերը ջախջախվել էին նրա պատճառով։ Արդյոք դա եղավ խղճի խայթ, թե պարզապես փորձ գնել ներողություն այն բանի համար, ինչը նա թույլ էր տվել կատարվել։ Եվ ամենակարևորը, արդյոք Սիլվան այրելով այդ տետրը վերջնականապես ջնջեց Շիրազի վերջին փորձը ուղղել իր սխալները։ Բայց այդ գաղտնի արկղը եղավ միայն սկիզբը։ 1973 թվականին, 1 տարի առաջ Շիրազի մահից, տեղի ունեցավ դեպք, որը փոխեց ամեն ինչ։ Դեպք, որը ցույց տվեց, որ Շիրազը վերջապես հասկացել էր, թե ինչ էր կատարվում նրա շուրջը, եւ փորձեց անել ինչ-որ բան դրան դեմ կանգնելու համար։
Այդ տարի Երևանում պետք էր անցկացվեր համամիութենական բանաստեղծների համագումար, եւ Շիրազին հանձնարարվեց ընտրել երիտասարդ հայ բանաստեղծուհիներին, ովքեր կներկայացնեին Հայաստանը։ Սիլվան իհարկե ուզում էր վերահսկել այդ ընտրությունը։ Նա արդեն պատրաստել էր իր ցուցակը։ Անվտանգ, չափավոր տաղանդավոր, բայց ամենակարևորը ամուսնացած եւ տարեց կանայք, ովքեր երբեք չէին սպառնա նրա տիրապետությանը։ Բայց Շիրազը առաջին անգամ 20 տարվա ընթացքում ասաց ոչ։ Նա ասաց. «Սիլվա, ես ինքս կընտրեմ բանաստեղծուհիներին։ Դա իմ պարտականությունն է որպես ղեկավար, եւ ես գիտեմ, թե ով է իսկապես տաղանդավոր»։ Սիլվան չէր սպասում այդ դիմադրությանը։ Նա փորձեց համոզել Շիրազին. «Հովհաննես, դու չես հասկանում քաղաքականությունը։ Մենք պետք է ընտրենք այնպիսի մարդկանց, ովքեր չեն ստեղծի խնդիրներ»։ Բայց Շիրազը, ում առողջությունը արդեն սկսել էր վատանալ, ում սիրտը արդեն ուղարկում էր նախազգուշական ազդանշաններ, գտավ ուժ կանգնելու իր հողի վրա։ Նա ասաց. «Սիլվա, ես ամբողջ կյանքս լռել եմ։ Ես թույլ եմ տվել քեզ անել այն, ինչ դու ուզում էիր։ Բայց այս անգամ ոչ։ Այս անգամ ես կընտրեմ այն կանանց, ովքեր իսկապես արժանի են»։ Եվ նա ընտրեց։ Նա ընտրեց 5 երիտասարդ բանաստեղծուհիների, ում տաղանդը անկասկած էր, բայց ում անունները Սիլվան երբեք չէր ուզում լսել։ Նրանցից մեկը եղավ Շուշանիկ Կուրղինյանը, 26 տարեկան բանաստեղծուհի Գյումրիից, ում բանաստեղծությունները համեմատում էին Մարինա Ցվետաևայի հետ։ Շուշանիկը 2 տարի առաջ փորձել էր հրատարակել իր առաջին ժողովածուն, բայց Սիլվան անձամբ արգելափակել էր դա, ասելով, որ նրա բանաստեղծությունները չափազանց էրոտիկ են հայ կնոջ համար։ Բայց այժմ Շիրազը տվեց նրան հնարավորություն ներկայացնել Հայաստանը Մոսկվայում։ Երբ Սիլվան իմացավ Շիրազի ընտրության մասին, նա զայրացավ այնպես, ինչպես ոչ ոք երբեք չէր տեսել նրան։ Նա մտավ Շիրազի ուսումնասենյակ եւ գոռաց. «Դու ինչպես համարձակվեցիր։ Դու գիտես, թե ով է այդ Շուշանիկը։ Նա այն կանանցից է, ով փորձել է գայթակղեցնել քեզ։ Նա գրել է քեզ նամակներ, ուղարկել է իր բանաստեղծությունները, փորձել է ստեղծել կապ քեզ հետ»։ Շիրազը նստած իր գրասեղանի առջև նայեց Սիլվային եւ ասաց ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Նա ասաց. «Սիլվա, ես գիտեմ ամեն ինչ։ Ես միշտ գիտել եմ։ Ես գիտեի Մարինեի մասին, Լուսինեի մասին, Գայանեի մասին, բոլոր նրանց մասին։ Ես գիտեի, թե ինչ է իրանում, եւ ես լռեցի, որովհետեւ վախենում էի քեզնից։ Բայց այժմ ես մեռնում եմ, Սիլվա։ Իմ սիրտը ձախողվում է եւ բժիշկները ասում են, որ ինձ մնացել է մի քանի ամիս։ Եվ ես չեմ ուզում մեռնել իմանալով, որ ես թույլ տվեցի քեզ ոչնչացնել այդ կանանց։ Շուշանիկը կգնա Մոսկվա, եւ դու ոչինչ չես անի դրան խանգարելու համար»։ Սիլվան սառեց։ Առաջին անգամ իր կյանքում նա լսեց Շիրազի բերանից ճշմարտությունը։ Ճշմարտությունը, որը նա միշտ գիտեր, բայց երբեք չէր ուզել ընդունել։ Շիրազը գիտեր։ Նա միշտ գիտեր։ Եվ նա լռել էր։ Նա եղել էր ոչ թե անմեղ զոհ, այլ լուր համագործակից։ Նա թույլ էր տվել Սիլվային անել այն, ինչ նա անում էր, որովհետև դա հարմար էր նրա համար, որովհետև դա ազատում էր նրան պարտավորություններից, որովհետև դա թույլ էր տալիս նրան ապրել իր բանաստեղծական աշխարհում առանց բարդությունների, առանց հուզական պարտքերի, առանց այն անհարմար կանանց, ովքեր պահանջում էին նրանից ավելին, քան նա պատրաստ էր տալ։ Նից ավելին, քան նա պատրաստ էր տալ։ Սիլվան նայեց Շիրազին, այդ մարդուն, ում հետ նա ապրել էր 40 տարի, ում համար նա դարձել էր հալածող, ում համար նա ջախջախել էր տասնյակ կեր, եւ նա հասկացավ, որ նա երբեք իսկապես չէր ճանաչել նրան։ Նա ճանաչել էր միայն այն կերպարը, որը Շիրազը ցույց էր տալիս աշխարհին՝ բարի, նուրբ, տաղանդավոր բանաստեղծը։ Բայց իրական Շիրազը, մարդը, ով թաքնված էր այդ կերպարի հետևում, եղել էր ուրիշը՝ թույլ, վախկոտ, եսասեր։ Սիլվան դուրս եկավ ուսումնասենյակից առանց խոսքի։ Նա գնաց իր սենյակ եւ նստեց իր անկողնու վրա, առաջին անգամ իր կյանքում զգալով ամբողջական պարտություն։ Նա հասկացավ, որ ամեն ինչ, ինչ նա արել էր, ամեն ինչ, ինչի համար նա դարձել էր հանցագործ, եղել էր անիմաստ։ Շիրազը երբեք իսկապես չէր պատկանել նրան։ Նա պատկանել էր միայն իր արվեստին, իր բանաստեղծություններին, իր փառքին։ Եվ Սիլվան, ով կարծում էր, որ պաշտպանում է իր ամուսնությունը, իրականում պաշտպանում էր միայն իր սեփական ցավը, ցավը չսիրված լինելու, ցավը երկրորդական լինելու, ցավը գիտենալու, որ նույնիսկ 40 տարի ամուսնության հետո նա երբեք չէր եղել Շիրազի իսկական սերը։ Շուշանիկ Կուրղինյանը գնաց Մոսկվա եւ ներկայացրեց Հայաստանը համամիութենական բանաստեղծների համագումարում։ Նրա բանաստեղծությունները ստացան բարձր գնահատական եւ նրան հրավիրեցին մնալ Մոսկվայում աշխատելու Լիտերատուրնայա գազետա թերթում։ Շուշանիկը համաձայնվեց եւ նա երբեք չվերադարձավ Երևան։
Նա դարձավ հայտնի բանաստեղծուհի, նրա գրքերը հրատարակվեցին 10 լեզուներով եւ նրա անունը մտավ սովետական գրականության պատմություն։ Բայց նա երբեք չիմացավ, թե ինչ գնով եկավ նրա հաջողությունը։ Գնով, որը վճարեց Շիրազը, երբ նա համարձակվեց վերջապես ասել ոչ Սիլվային։ Արդյոք Շիրազի այդ վերջին ակտը բավական էր ներելու նրան 40 տարվա լռությունը, 40 տարվա համագործակցությունը Սիլվայի հետ, 40 տարվա թույլ տալը, որ անմեղ կանայք տառապեն նրա անունով։ Շիրազի անձնական բժիշկ Արթուր Մանուկյանը երբեք չխոսեց այն մասին, ինչ տեսավ իր պացիենտի վերջին ամիսներին։ Նա ստորագրել էր բժշկական գաղտնիության երթում, եւ նա պահպանեց այդ երթումը մինչև իր մահը 1998 թվականին։ Բայց նրա օրագիրը, որը գտնվեց նրա թոռնուհու կողմից, պարունակում էր գրառումներ, որոնք բացահայտում էին սարսափելի ճշմարտություն։ 1973 թվականի մարտի 12-ին Մանուկյանը գրեց. «Այսօր Հովհաննես Սարգսովիչը ունեցավ երրորդ սրտի կաթվածը։ Ես նրան տեղափոխեցի հիվանդանոց, բայց նա մերժեց մնալ այնտեղ։ Նա ասաց, որ ուզում է մեռնել տանը, ոչ թե սպիտակ պալատում, շրջապատված անծանոթ բժիշկներով։ Երբ ես նրան տարա տուն, Սիլվա Կապուտիկյանը չէր այնտեղ։ Նա գնացել էր Մոսկվա մասնակցելու գրական միջոցառման։ Հովհաննես Սարգսովիչը ընկած իր անկողնում շշուկով ասաց ինձ. «Արթուր, ես ուզում եմ խնդրել քեզ մի բան։ Երբ ես մեռնեմ, խնդրում եմ մի թող Սիլվան մոտենա իմ գրասեղանին։ Այնտեղ կա մի դարակ, որը ես միշտ պահել եմ փակ։ Այդ դարակում կան նամակներ կանանցից, ում կյանքերը ես ավերեցի իմ լռությամբ։ Ես ուզում եմ, որ այդ նամակները այրվեն, առանց որ Սիլվան տեսնի դրանք։ Նա արդեն բավական է տառապել»։ Ես խոստացա, բայց ես չգիտեի, թե արդյոք կկարողանամ պահպանել այդ խոստումը։ Մանուկյանը փորձեց։ Երբ Շիրազը մահացավ 1974 թվականի օգոստոսի 22-ին, Մանուկյանը անմիջապես գնաց Շիրազի ուսումնասենյակ։ Նա գտավ այդ գաղտնի դարակը, փոքրիկ թաքնված գրասեղանի ներքևի մասում։ Բայց երբ նա փորձեց բացել այն, նա հայտնաբերեց, որ դարակը արդեն բացված էր։ Նամակները անհետացել էին։ Ո՞վ էր վերցրել դրանք։ Մանուկյանը երբեք չիմացավ, բայց նա կասկածում էր Սիլվային։ Նա կարծում էր, որ Սիլվան, ով վերադարձել էր Մոսկվայից Շիրազի մահից մի քանի ժամ առաջ, գտել էր այդ դարակը եւ վերցրել էր նամակները։ Բայց ինչու։ Արդյոք նա ուզում էր ոչնչացնել վերջին ապացույցները իր հանցագործության մասին, թե նա ուզում էր կարդալ այդ նամակները, հասկանալու թե ինչպես էին այդ կանայք զգում Շիրազի նկատմամբ, ինչպես էին նրանք տառապում, երբ Սիլվան փակեց նրանց ճանապարհները։ Ճշմարտությունը բացահայտվեց 10 տարի անց, երբ Սիլվա Կապուտիկյանը մահացավ 1994 թվականին։ Նրա անձնական իրերը տեղափոխվեցին Երևանի գրականության թանգարան, եւ այնտեղ նրա գրասեղանի մի գաղտնի դարակում գտնվեցին այդ նամակները։ Ոչ թե այրված, ոչ թե ոչնչացված, այլ խնամքով պահպանված։ Յուրաքանչյուր նամակ դրված առանձին ծրարի մեջ, յուրաքանչյուր ծրարի վրա գրված ուղարկողի անունը եւ ամսաթիվը։ Ինչու էր Սիլվան պահպանել այդ նամակները։ Արդյոք դա եղավ տրոֆեներ, նրա հաղթանակների հիշեցումներ, թե դա եղավ ինչ-որ այլ բան, ինչ-որ ավելի խորը, ավելի մութ։ Թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը, ով առաջինը կարդաց այդ նամակները, հետագայում ասաց. «Երբ ես կարդացի այդ նամակները, ես հասկացա, որ Սիլվան պահպանել էր դրանք ոչ թե որպես տրոֆեներ, այլ որպես ինքնատանջանքի գործիք։ Յուրաքանչյուր նամակի եզրին նա գրել էր մեկնաբանություններ, որոնք ցույց էին տալիս, որ նա հասկանում էր, թե ինչ էր արել եւ տառապում էր դրանից»։ Մարինե Պետրոսյանի նամակը, գրված 1953 թվականին, սկսվում էր այսպես. «Պարոն Շիրազ, ես գիտեմ, որ դուք երբեք չեք կարդա այս նամակը, որովհետև ես գիտեմ, որ ձեր կինը վերահսկում է ձեր փոստը։ Բայց ես պետք է գրեմ, որովհետև եթե ես չգրեմ, ես կխելագարվեմ։ Ինչու։ Ինչու է ձեր կինը ատում ինձ։ Ես երբեք չեմ փորձել գայթակղեցնել ձեզ։ Ես երբեք չեմ ուզել ոչինչ ձեզնից, բացի խորհրդից, որը դուք տալիս էիք բոլոր երիտասարդ բանաստեղծներին։ Բայց այժմ իմ կյանքը ավերված է։ Իմ գիրքը չի հրատարակվի։ Ինձ չեն թողնում աշխատել, ինձ չեն թողնում ապրել։ Եվ ամեն ինչ դա, որովհետև ես մեկ անգամ խոսեցի ձեզ հետ»։ Նամակի եզրին Սիլվան գրել էր կարմիր մատիտով. «Նա ճիշտ է։ Ես ատում էի նրան առանց պատճառի։ Ես ատում էի նրան, որովհետև Հովհաննեսը ժպտաց նրան։ Միայն դրա համար»։ Լուսինե Զաքարյանի նամակը, գրված 1956 թվականին, եղավ ավելի հուզական։ «Ես չեմ հասկանում, թե ինչ եմ ես արել սխալ։ Ես նստեցի ձեզ հետ մեկ սեղանի շուրջը եւ խոսեցինք երաժշտության մասին։ Դա է իմ մեղքը։
Դա է այն հանցանքը, որի համար ես պետք է կորցնեմ իմ կարիերան, իմ երազանքները, իմ ամբողջ կյանքը։ Ես լսել եմ, որ ձեր կինը զանգահարել է թատրոնի տնօրենին։ Ես լսել եմ, որ նա սպառնացել է փակել թատրոնը, եթե ես երգեմ Անուշի դերում։ Ինչու՞։ Ինչ վախ ունի նա ինձնից։ Ես ամուսնացած կին եմ, ունեմ 2 երեխա։ Ես երբեք չեմ նայել ձեզ այնպես, ինչպես նա կարծում է։ Բայց այժմ ուշ է։ Իմ կյանքը ավարտված է, եւ ես չգիտեմ, թե ինչպես ապրեմ հետագայում։ Սիլվայի մեկնաբանությունը ես տեսա, թե ինչպես էր նա նայում նրան։ Ես տեսա սերը նրա աչքերում, կամ ես կարծում էի, որ տեսա։ Հիմա ես չգիտեմ։ Գուցե ես տեսա միայն այն, ինչ ուզում էի տեսնել, պատճառ, որպեսզի ատեմ նրան։ Գայանե Մարտիրոսյանի նամակը, գրված 1963 թվականին, եղավ վերջինը, որը նա ուղարկեց Շիրազին, առաջ քան լքել Երևանը։ Պարոն Շիրազ, սա իմ վերջին նամակն է ձեզ։ Ես լքում եմ Երևանը, որովհետև այստեղ ինձ համար այլևս տեղ չկա։ Ձեր կինը հասավ իր նպատակին, նա ջնջեց ինձ հայ թատրոնից։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք մի բան։ Ես երբեք չեմ սիրել ձեզ այնպես, ինչպես ձեր կինը կարծում էր։ Ես հարգում էի ձեզ որպես բանաստեղծ, ես հիանում էի ձեր տաղանդով, բայց ես երբեք չեմ ուզել ավելին։ Եվ եթե ես գրեցի ձեզ այն նամակը, որտեղ խնդրեցի ձեր օգնությունը, դա եղավ ոչ թե սիրո խոստովանություն, այլ հուսահատության աղաղակ։ Բայց դուք լռեցիք։ Դուք այրեցիք իմ նամակը եւ թողիք ինձ մեռնել։ Ոչ ֆիզիկորեն, այլ ավելի վատ։ Դուք թողիք մեռնել իմ երազանքները, իմ հույսերը, իմ հավատը արվեստի նկատմամբ։ Եվ դրա համար ես երբեք չեմ ների ձեզ։ Սիլվայի մեկնաբանությունը։ Նա ճիշտ է։ Հովհաննեսը լռեց։ Նա կարող էր օգնել նրան, բայց նա ընտրեց չանել դա։ Եվ ես ստիպեցի նրան լռել։ Ես սպառնացի նրան, որ եթե նա օգնի Գայանեին, ես կլքեմ նրան։ Եվ նա վախեցավ։ Նա ավելի շատ վախեցավ կորցնորցնել ինձ, քան կորցնել իր խիղճը։ Այդ նամակները, պահպանված Սիլվայի գրասեղանում, դարձան վերջնական ապացույցը։ Ապացույցը, որ Սիլվան գիտեր ամեն ինչ, որ նա հասկանում էր, թե ինչ էր անում, եւ որ նա տառապում էր դրանից։ Բայց եթե նա տառապում էր, ինչու նա չդադարեց։ Ինչու նա շարունակեց իր սև ցուցակը, շարունակեց հալածել կանանց, շարունակեց ջախջախել կյանքեր։ Պատասխանը գուցե գտնվում է Սիլվայի սեփական օրագրում, որը նա վարեց 1960 թվականից մինչև իր մահը։ Օրագրում, որտեղ նա գրեց. «Ես գիտեմ, որ ես հանցագործ եմ։ Ես գիտեմ, որ ես ոչնչացրել եմ անմեղ կանանց, բայց ես չեմ կարող դադարել, որովհետև եթե ես դադարեմ, ես կորցնեմ Հովհաննեսին։ Եվ առանց Հովհաննեսի ես ոչինչ եմ։ Ես եմ միայն Շիրազի կինը։ Առանց նրա ես չունեմ ինքնություն, չունեմ նշանակություն, չունեմ գոյություն։ Եվ այդ վախը չգոյության, ավելի ուժեղ է, քան ցանկացած խիղճ, քան ցանկացած կարեկցանք, քան ցանկացած մարդկային մեղք։ Ուղղակի ես ոչ կարողացել եմ, ոչ էլ ուզել եմ նրանից հետո ինքնության մասին խոսալ։ Ես ուզում էի մտածել ոչ միայն մեկի մասին, այլ միլիոնների, եւ ես ուզում էի մտածել նրան մասին, ով ինձ հետ էր։ Այն միլիոնները ոչնչի մասն էին, դա ճիշտ է, բայց ես ուզում էի մտածել նրան մասին, ով ինձ հետ էր։ Հիշում ես, ինչի համար մենք հանդիպում էինք Ռոմայի մեծ կենտրոնը, որտեղ երկրորդ գլուխը նվիրված էր Եվան եւ արյունածեքցանք, քան ցանկացած մարդկայնություն։ Արդյոք այս խոստովանությունը բավական է հասկանալու Սիլվային, եթե ոչ ներելու նրան։ Արդյոք վախը կորցնելու սիրելի մարդուն կարող է արդարացնել այն ահավորությունները, որոնք նա կատարեց։ 1974 թվականի օգոստոսի 22-ի երեկոյան, երբ Շիրազը մահացավ իր տանը Երևանում, Սիլվան նստած էր նրա անկողնու կողքին եւ բռնած էր նրա ձեռքը։ Սենյակում ներկա էին նաեւ նրանց երեխաները, մի քանի մոտիկ ընկերներ եւ բժիշկ Մանուկյանը։ Բոլորը լռում էին, սպասելով վերջին շնչառությանը։ Շիրազը, ով արդեն մի քանի օր գտնվում էր կիսագիտակցական վիճակում, հանկարծ բացեց աչքերը։ Նա նայեց Սիլվային եւ շշուկով, այնքան թույլ, որ միայն Սիլվան կարող էր լսել, ասաց. «Սիլվա, ներիր ինձ։ Ես թույլ տվեցի քեզ դառնալ հրեշ։ Ես կարող էի կանգնեցնել քեզ, բայց ես չարեցի։ Եվ հիմա մենք երկուսս էլ պատասխանատու ենք այն կանանց արյան համար»։ Սիլվան ուզում էր պատասխանել, բայց Շիրազը շարունակեց. «Խոստացիր ինձ մի բան։ Երբ ես մեռնեմ, գտիր այդ կանանց, գտիր նրանց եւ ասա նրանց, որ ես ներողություն եմ խնդրում։ Ասա նրանց, որ ես գիտեի եւ ես լռեցի, եւ դա եղավ իմ ամենամեծ մեղքը»։ Սիլվան արցունքներով աչքերում ասաց. «Ես խոստանում եմ»։ Շիրազը փակեց աչքերը եւ մահացավ 3 րոպե անց։ Բայց Սիլվան երբեք չպահպանեց այդ խոստումը։ Նա երբեք չգտավ այդ կանանց։ Նա երբեք չասաց նրանց, որ Շիրազը ներողություն էր խնդրում։
Փոխարենը նա շարունակեց ապրել այնպես, կարծես ոչինչ չէր պատահել։ Նա շարունակեց ընդունել պարգևներ, շարունակեց ելույթներ ունենալ, շարունակեց խոսել հայ կնոջ բարոյականության մասին։ Եվ երբ լրագրողները հարցնում էին նրան Շիրազի մասին, նա պատմում էր իդեալական ամուսնության պատմությունը սիրո, հարգանքի, փոխադարձ աջակցության մասին։ Նա երբեք չհիշատակեց սև ցուցակը, երբեք չխոսեց ջախջախված կյանքերի մասին, երբեք չընդունեց իր հանցագործությունը։ Նա տարավ այդ գաղտնիքը իր գերեզման, հույս ունենալով, որ այն կթաղվի նրա հետ։ Բայց գաղտնիքները ունեն տարօրինակ ձև՝ դուրս գալու երկրից։ 1995 թվականին, երբ Սիլվան մահացավ եւ նրա անձնական արխիվը բացվեց, ճշմարտությունը սկսեց դուրս գալ։ Նամակները, փաստաթղթերը, օրագրերը, ամեն ինչ սկսեց պատմել պատմությունը, որը Սիլվան այնքան ուժգնորեն փորձել էր թաքցնել։ Եվ այն կանայք, ովքեր տարիներ շարունակ լռել էին վախից, վերջապես համարձակվեցին խոսել։ Մարինե Պետրոսյանը, ով այդ ժամանակ արդեն 70 տարեկան էր եւ ապրում էր Գյումրիում, տվեց իր առաջին հարցազրույցը Հայ հեռուստատեսությանը։ Նա պատմեց, թե ինչպես էր Սիլվան ոչնչացրել նրա կարիերան, թե ինչպես էր նա ապրել ամբողջ կյանքը, իմանալով, որ նրա տաղանդը երբեք չի ճանաչվի։ Նա ասաց. «Ես ներում եմ Սիլվային, որովհետև ես հասկանում եմ, որ նա ինքն էր տառապում։ Բայց ես երբեք չեմ ների Շիրազին, որովհետև նա ուներ ուժ կանգնեցնելու նրան, եւ նա չարեց դա»։ Լուսինե Զաքարյանը, ով այդ ժամանակ ապրում էր Մոսկվայում եւ աշխատում էր որպես երաժշտության ուսուցչուհի, նույնպես խոսեց։ Նա ասաց. «Ես կորցրի ամեն ինչ, իմ կարիերան, իմ երազանքները, իմ հավատը արվեստի նկատմամբ։ Բայց ամենավատը եղավ այն, որ ես կորցրի հավատը մարդկանց նկատմամբ։ Ես սովորեցի, որ տաղանդը բավական չէ, որ աշխատանքը բավական չէ, որ նույնիսկ արդարությունը բավական չէ։ Միակ բանը, որ կարևոր է, դա իշխանությունն է։ Եվ եթե դու չունես իշխանություն, դու ոչինչ ես»։ Ռոզա Հովանիսյանը, ով այդ ժամանակ արդեն թոշակի էր գնացել, գրեց հոդված վերնագրով Սիլվայի ստվերը։ Հոդվածում նա պատմեց իր սեփական պատմությունը եւ նաեւ այն, ինչ նա իմացել էր այլ կանանց մասին։ Նա գրեց. «Սիլվա Կապուտիկյանը եղավ խորհրդանիշ հայ կնոջ ուժի եւ անկախության։ Բայց իրականում նա եղավ խորհրդանիշ ուրիշ բանի, խորհրդանիշ այն մասին, թե ինչպես իշխանությունը կարող է ապականել նույնիսկ ամենատաղանդավոր մարդկանց, ինչպես վախը կարող է վերածել սերը ատելության, ինչպես ռևնությունը կարող է դառնալ սպանության զենք»։ Այս վկայությունները սկսեցին փոխել հանրային կարծիքը Սիլվայի մասին։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ երկրպագում էին նրան, սկսեցին հարցեր տալ։ Նրանք սկսեցին հասկանալ, որ պաշտոնական պատմությունը, որը նրանք սովորել էին, եղավ միայն մի մասը ճշմարտության, փայլուն, մաքուր մասը։ Բայց կար նաև մյուս մասը, մութ, արյունոտ մասը, որը թաքնված էր եղել տասնամյակներ շարունակ։ Եվ այդ մասը պատմում էր այլ պատմություն իշխանության չարաշահման, անմեղ մարդկանց հալածման, արվեստի օգտագործման որպես զենքի մասին։ 1998 թվականին Երևանի քաղաքապետարանը որոշեց ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրելու Սիլվայի սև ցուցակի պատմությունը։ Հանձնաժողովը հավաքեց վկայություններ, փաստաթղթեր, նամակներ։ Նրանք հարցազրույցներ անցկացրին այն կանանց հետ, ովքեր տառապել էին Սիլվայի ձեռքից։ Նրանք ուսումնասիրեցին արխիվները, գտան գաղտնի հուշագրերը, բացահայտեցին ամբողջ ճշմարտությունը։ Հանձնաժողովի վերջնական զեկույցը, հրապարակված 1999 թվականին, եզրակացրեց. Սիլվա Կապուտիկյանը, օգտագործելով իր իշխանությունը եւ ազդեցությունը, համակարգված կերպով հալածեց եւ ոչնչացրեց 28 կանանց կարիերաները, միայն այն պատճառով, որ նրանք ունեցել էին կապ նրա ամուսնու Հովհաննես Շիրազի հետ։ Այս հալածանքները տևեցին ավելի քան 20 տարի եւ հանգեցրին անհետաքննելի վնասի ոչ միայն այդ կանանց, այլև ամբողջ հայ մշակույթին, որը կորցրեց տասնյակ տաղանդավոր արվեստագետների։ Մենք նաև եզրակացնում ենք, որ Հովհաննես Շիրազը գիտեր այս հալածանքների մասին եւ չնայած որոշ փորձերի դիմադրելու, մեծամասամբ լռեց եւ թույլ տվեց դրանց շարունակվել։ Այսպիսով, երկու՝ Սիլվան եւ Շիրազը կրում են պատասխանատվություն այն հանցագործության համար, որը կատարվեց այդ կանանց դեմ։ Այս զեկույցը ցնցեց Հայաստանը։ Շատերը չէին ուզում հավատալ, որ նրանց սիրելի բանաստեղծուհին եւ բանաստեղծը կարող էին լինել այդպիսի մարդիկ, բայց ապացույցները անհերքելի էին։ Եվ դանդաղորեն, ցավոտորեն, հայ հասարակությունը սկսեց ընդունել ճշմարտությունը։ Այսօր, երբ դուք այցելում եք Երևանի գրականության թանգարան, դուք կտեսնեք երկու ցուցասրահ։ Մեկը նվիրված Սիլվա Կապուտիկյանին եւ Հովհաննես Շիրազին,
Մյուսը նվիրված այն կանանց, ում կյանքերը նրանք ոչնչացրին։ Առաջին ցուցասրահում դուք կտեսնեք լուսանկարներ երջանիկ զույգի, կարդաք նրանց սիրո բանաստեղծությունները, կիմանաք նրանց պաշտոնական կենսագրությունները։ Երկրորդ ցուցասրահում դուք կտեսնեք լուսանկարներ այն կանանց, ում անունները գրեթե մոռացված էին, կարդաք նրանց նամակները, կլսեք նրանց պատմությունները։ Եվ եթե դուք ուշադիր նայեք, դուք կտեսնեք, որ երկու ցուցասրահները միացված են մի նեղ միջանցքով, որի պատերին գրված է մեկ նախադասություն. «Փառքը եւ ցավը միշտ քայլում են ձեռք ձեռքի»։ Սա է Սիլվա Կապուտիկյանի եւ Հովհաննես Շիրազի ժառանգությունը։ Ժառանգություն, որը միաժամանակ փայլուն է եւ մութ, գեղեցիկ է եւ սարսափելի, ոգեշնչող է եւ զգուշացնող։ Արդյոք մենք պետք է շարունակենք կարդալ նրանց բանաստեղծությունները, ությունները, գնահատել նրանց տաղանդը, հիշել նրանց որպես մեծ արվեստագետներ, թե մենք պետք է մերժենք նրանց ամբողջությամբ, հիշելով միայն նրանց հանցագործությունները։ Կամ գուցե մենք պետք է անենք ավելի դժվար բան, ընդունել, որ մարդիկ կարող են լինել միաժամանակ եւ մեծ, եւ սարսափելի, որ տաղանդը չի արդարացնում հանցագործությունը, բայց հանցագործությունը չի ջնջում տաղանդը, եւ որ ճշմարտությունը միշտ ավելի բարդ է, քան մենք ուզում ենք հավատալ։ Մոսկվայի Լուբյանկայի արխիվում 1971 թվականին KGB-ի գնդապետ Վլադիմիր Սոկոլովը ստացավ անսովոր հանձնարարություն հետևել Սիլվա Կապուտիկյանին։ Ոչ թե որովհետև նա կասկածվում էր դավաճանության մեջ, այլ հակառակը, որովհետև Կրեմլը ուզում էր պաշտպանել նրան։ Սիլվան դարձել էր չափազանց արժեքավոր, որպես սովետական կանացի շարժման խորհրդանիշ, եւ վերևից վախենում էին, որ նրա անձնական կյանքի սկանդալները կարող են վնասել այդ կերպարին։ Սոկոլովի թիմը տեղադրեց գաղտնի լսարկման սարքեր Կապուտիկյանների տանը, ոչ թե հետախուզական նպատակներով, այլ պաշտպանության համար։ Բայց այն, ինչ նրանք ձայնագրեցին հաջորդ 2 տարիների ընթացքում, բացահայտեց ճշմարտություն, որը KGB-ն ինքն էլ չէր սպասում։ Ձայնագրություններում լսվում էր, թե ինչպես Սիլվան գիշերները զանգահարում էր Մոսկվա, Թբիլիսի, Բաքու, պահանջելով հեռացնել այս կամ այն կնոջ աշխատանքից։ Լսվում էր, թե ինչպես նա սպառնում էր թատերական տնօրեններին, հրատարակիչներին, նույնիսկ նախարարներին։ Եվ ամենասարսափելին, լսվում էր, թե ինչպես Շիրազը աղաչում էր նրան դադարեցնել, եւ ինչպես Սիլվան պատասխանում էր. «Եթե դու ուզում ես նրանց, ապա ընտրիր, նրանք թե ես։ Բայց մի մոռացիր, առանց ինձ դու ոչինչ ես։ Ես եմ, ով կառուցեց քո կարիերան, ես եմ, ով պաշտպանեց քեզ, երբ քեզ ուզում էին ձերբակալել 1938 թվականին։ Դու ինձ պարտական ես ամեն ինչով»։ Այս վերջին նախադասությունը բացահայտեց գաղտնիք, որը ոչ ոք չգիտեր։ Շիրազը 1938 թվականին եղել էր ձերբակալման եզրին, եւ միայն Սիլվայի միջամտությունը փրկել էր նրան։ Ինչի համար էին ուզում ձերբակալել նրան։ Ձայնագրություններում դա չէր հստակեցվում, բայց KGB-ի արխիվները պարունակում էին պատասխանը։ 1938 թվականին մեծ զտումների ժամանակ Շիրազը մասնակցել էր գաղտնի գրական շրջանակի, որտեղ բանաստեղծները կարդում էին իրենց արգելված ստեղծագործությունները, բանաստեղծություններ, որոնք քննադատում էին ստալինյան ռեժիմը։ Մեկը այդ շրջանակի անդամներից դավաճանել էր, եւ ՆԿՎԴ-ն սկսել էր ձերբակալություններ։ Շիրազը պետք է լիներ հաջորդը։ Բայց Սիլվան, ով այդ ժամանակ արդեն ուներ կապեր Մոսկվայում, անձամբ գնաց Լավրենտի Բերիայի ընդունարան եւ աղաչեց իր ամուսնու համար։ Նա առաջարկեց գործարք։ Շիրազը կգրի հերոսական պոեմ Ստալինի մասին, եւ դրա դիմաց նրան կներեն։ Բերիան համաձայնվեց։ Շիրազը գրեց պոեմը «Կարմիր արևը», որը դարձավ նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, եւ նա փրկվեց։ Բայց այդ պահից Շիրազը դարձավ Սիլվայի պարտապան, ով երբեք չէր կարող մերժել նրան, երբեք չէր կարող ասել ոչ, երբեք չէր կարող լքել նրան։ Սիլվան օգտագործեց այդ պարտքը 40 տարի, որպես շղթա, որը կապում էր Շիրազին իր մոտ։ Եվ Շիրազը, ով գիտեր, որ իր կյանքը փրկվել էր Սիլվայի գնով, չէր կարող դիմադրել։ Նա դարձավ գերի, ոչ թե սիրո, այլ երախտագիտության, մեղքի, վախի գերի։ KGB-ի ձայնագրությունները պահպանվեցին գաղտնի արխիվում մինչև Սովետական միության փլուզումը։ 1992 թվականին, երբ արխիվները սկսեցին բացվել, ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայան ստացավ մուտք այդ ձայնագրություններին։ Նա լսեց դրանք եւ ցնցվեց։ Նա որոշեց գրել հոդված, բայց նախքան հրատարակելը նա ուզում էր հաստատում ստանալ Հայաստանից։ Նա եկավ Երևան եւ հանդիպեց Սիլվայի նախկին քարտուղարուհու Արփինե Գրիգորյանի հետ։ Արփինեն, ով այդ ժամանակ արդեն 81 տարեկան էր, հաստատեց ամեն ինչ։ Նա ասաց. «Այո,
Սիլվան միշտ հիշեցնում էր Շիրազին 1938 թվականի մասին։ Երբ նա ուզում էր, որ Շիրազը լռի, նա պարզապես ասում էր. «Հիշում ես Բերիային», եւ Շիրազը անմիջապես լռում էր։ Դա եղավ նրա ամենահզոր զենքը։ Պոլիտկովսկայան հրատարակեց իր հոդվածը Նովայա գազետա թերթում 1993 թվականին, վերնագրով «Բանաստեղծուհին եւ նրա գերին»։ Հոդվածը հսկայական արձագանք ստացավ ռուսական մամուլում, բայց Հայաստանում շատերը մերժեցին այն, ասելով, որ դա ռուսական քարոզչություն է, նպատակ ունենալով վարկաբեկել հայ մշակույթը։ Բայց ճշմարտությունը չէր կարող թաքնված մնալ։ 1995 թվականին, երբ Սիլվան մահացավ, նրա անձնական արխիվում գտնվեց մի փաստաթուղթ, որը վերջնականապես հաստատեց Պոլիտկովսկայայի պատմությունը։ Դա եղավ Բերիայի գրասենյակից ուղարկված նամակ, ամսաթվով 1938 թվականի դեկտեմբերի 15։ Նամակում գրված էր. «Ընկերուհի Կապուտիկյան, ձեր խնդրանքը քննարկվել է եւ որոշում է կայացվել։ Ձեր ամուսնու Հովանես Շիրազի գործը փակել, պայմանով, որ նա կատարի իր պարտավորությունները։ Մենք սպասում ենք պոեմի ձեռագիրը ոչ ուշ, քան հունվարի 15-ը»։ Այս փաստաթուղթը ապացուցեց, որ Սիլվան իսկապես փրկել էր Շիրազին եւ որ Շիրազը իսկապես գրել էր Կարմիր արևը պոեմը, ոչ թե ոգեշնչումից, այլ փրկության համար։ Եվ դա նշանակում էր, որ նրանց ամուսնությունը կառուցված էր ոչ թե սիրո, այլ գործարքի վրա, գործարքի, որտեղ Սիլվան փրկեց Շիրազի կյանքը եւ Շիրազը վճարեց իր ազատությամբ։ Արդյոք կարելի է մեղադրել Սիլվային այն բանի համար, որ նա օգտագործեց այդ իրավիճակը, վերահսկելու Շիրազին։ Արդյոք կարելի է մեղադրել Շիրազին այն բանի համար, որ նա ընդունեց այդ վերահսկումը, որպես գին իր փրկության համար։ Թե նրանք երկուսն էլ եղան զոհեր այն համակարգի, որը ստիպում էր մարդկանց ընտրել ոչ թե սիրո եւ ազատության, այլ գոյատևման եւ անվտանգության միջև։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գաղտնի արխիվում 1998 թվականին երաժշտության պատմաբան Լուսինե Ավագյանը գտավ մի հին մագնիսաֆոնային ժապավեն, առանց պիտակի։ Երբ նա նվագարկեց այն, նա լսեց երկու ձայն՝ Շիրազի եւ մի կնոջ, ում ձայնը նա չճանաչեց։ Նրանք խոսում էին ռուսերեն, եւ զրույցը ամսաթվագրված էր 1972 թվականի մարտով, ըստ ժապավենի տուփի վրա գրված նշման։ Կինը ասում էր. «Հովանես Սարգսովիչ, ես հասկանում եմ, որ դուք դժվար իրավիճակում եք, բայց ես չեմ կարող ավելի սպասել։ Ինձ 150 ռուբլի է պետք վճարելու բնակարանի վարձը։ Դուք խոստացել էիք օգնել ինձ, երբ ես լքեցի Երևանը»։ Շիրազը պատասխանում էր. «Աննա, ես գիտեմ, ես հիշում եմ, բայց դու պետք է հասկանաս, ես չեմ կարող ուղարկել քեզ փող բանկի միջոցով։ Սիլվան վերահսկում է իմ բոլոր ֆինանսական գործարքները։ Եթե նա տեսնի, որ ես փող եմ ուղարկում քեզ, նա կհասկանա»։ Աննան սկսում էր լալ. «Բայց ես սովածության եզրին եմ։ Ես չունեմ աշխատանք, որովհետև ձեր կինը զանգահարել է բոլոր Մոսկվայի թատրոններին։ Ես ապրում եմ մի սենյակում, ուրիշ 5 կանանց հետ։ Ես չեմ կարող այսպես շարունակել»։ Շիրազը լռում էր երկար, ապա ասում էր. «Աննա, ես կփորձեմ գտնել ուրիշ ճանապարհ։ Կա մի մարդ, իմ հին ընկեր է Մոսկվայում։ Ես կխնդրեմ նրան տալ քեզ փող, իմ անունից։ Բայց դու պետք է խոստանաս, որ երբեք չես ասի Սիլվային, որ մենք խոսել ենք»։ Աննան խոստանում էր, եւ զրույցը ավարտվում էր։ Ավագյանը փորձեց պարզել, թե ով էր այդ Աննան։ Նա ուսումնասիրեց Շիրազի նամակագրությունը, հարցազրույցներ անցկացրեց նրա նախկին ծանոթների հետ եւ վերջապես գտավ պատասխանը։ Աննա Վոլկովան, այն ռուս բանաստեղծուհին, ում Սիլվան արգելափակեր էր գալ Երևան 1959 թվականին։ Բայց պատմությունը չէր ավարտվել այնտեղ։ Վոլկովան, ում ուղարկել էին Վլադիվոստոկ, չէր կարողացել հարմարվել այնտեղ եւ 1960 թվականին վերադարձել էր Մոսկվա։ Նա փորձել էր գտնել աշխատանք, բայց Սիլվայի սև ցուցակը հասել էր նաեւ Մոսկվա։ Հուսահատության մեջ նա գրել էր Շիրազին, խնդրելով օգնություն։ Եվ Շիրազը, զգալով մեղք այն բանի համար, որ նա լռել էր, երբ Սիլվան արգելափակել էր Վոլկովային, սկսել էր գաղտնի ուղարկել նրան փող։ Ոչ շատ, 50 կամ 100 ռուբլի ամիսը, բայց բավական, որպեսզի Վոլկովան չմեռներ սովից։ Այդ փողերը Շիրազը ուղարկում էր իր հին ընկեր Դավիթ Ալավերդյանի միջոցով, բանաստեղծ, ով ապրում էր Մոսկվայում եւ ում Սիլվան չէր կասկածում։ Այս գաղտնի օգնությունը տևեց 3 տարի, մինչև Շիրազի մահը։ Վոլկովան երբեք չիմացավ, որ Շիրազը մահացել է, որովհետև Ալավերդյանը, ով վախենում էր Սիլվայից, չասաց նրան։ Նա պարզապես դադարեցրեց փողերը ուղարկելը։ Վոլկովան սպասեց 1 ամիս, 2 ամիս, 6 ամիս։ Երբ փողերը չեկան,
Նա հասկացավ, որ ինչ-որ բան պատահել է։ Նա փորձեց կապվել Ալավերդյանի հետ, բայց նա խուսափեց նրանից։ Վերջապես 1975 թվականին Վոլկովան գտավ մի հին հայկական թերթ, որտեղ գրված էր Շիրազի մահվան մասին։ Նա հասկացավ, որ նրա վերջին հույսը մարել էր։ 1976 թվականի փետրվարին Աննա Վոլկովան նետվեց Մոսկվա գետը, Կրիմյան կամրջից։ Նրա մարմինը գտնվեց 3 օր անց։ Նրա մոտ չկար որևէ նույնականացման փաստաթուղթ, միայն մի փոքրիկ տետ էր, որտեղ նա գրել էր իր վերջին բանաստեղծությունը՝ Հովհաննեսին։ Բանաստեղծությունը սկսվում էր այսպես. «Դու փրկեցիր ինձ, երբ ես սովածության եզրին էի, դու ուղարկեցիր ինձ փփող, երբ ես տանը չունեի, բայց դու չկարողացաս փրկել ինձ քո կնոջ ատելությունից, եւ հիմա ես գնում եմ այնտեղ, որտեղ նրա ձեռքը չի հասնի»։ Վոլկովայի մահը երբեք չհետաքննվեց։ Նա դարձավ եւս մեկ անանուն զոհ, մեկը այն հազարավոր մարդկանցից, ովքեր մահացան Սովետական Միությունում, առանց որ ոչ ոք հարցներ տար։ Բայց նրա տետրը պահպանվեց Մոսկվայի ոստիկանության արխիվում, եւ 1998 թվականին, երբ ռուս հետազոտող Օլգա Մեշչերյակովան ուսումնասիրում էր սովետական ժամանակաշրջանի ինքնասպանությունները, նա գտավ այդ տետրը։ Նա կարդաց բանաստեղծությունը եւ հասկացավ, որ Հովհաննեսը պետք է լիներ Հովհաննես Շիրազը։ Նա կապվեց Հայաստանի հետ եւ փոխանցեց տետրը Երևանի գրականության թանգարան։ Երբ Ավագյանը կարդաց Վոլկովայի բանաստեղծությունը եւ լսեց մագնիսաֆոնային ժապավենը, նա հասկացավ, որ Սիլվայի սև ցուցակի զոհերի թիվը ավելի մեծ էր, քան ցանկացած մեկը կարծում էր։ Վոլկովան եղավ 29-րդ հայտնի զոհը, բայց քանի ուրիշներ կային, ում մասին մենք երբեք չենք իմանա։ Քանի կանայք մահացան սովից, հիվանդությունից, հուսահատությունից, որովհետև Սիլվան փակել էր նրանց բոլոր ճանապարհները։ Եվ ամենադաժանը, Շիրազը փորձել էր օգնել, բայց նրա օգնությունը եղել էր չափազանց քիչ եւ չափազանց ուշ։ Նա ուղարկել էր փող, բայց նա չէր կարողացել կանգնեցնել Սիլվային։ Նա զգացել էր մեղք, բայց նա չէր կարողացել ընդունել իր պատասխանատվությունը հրապարակայնորեն։ Նա ապրել էր երկու աշխարհում։ Մեկում նա եղել էր մեծ բանաստեղծը, ում բոլորը սիրում էին։ Մյուսում նա եղել էր թույլ մարդը, ով թույլ էր տվել իր կնոջը սպանել անմեղ կանանց։ Ավագյանը հրատարակեց իր հետազոտությունը 1999 թվականին, վերնագրով 29-րդ զոհը։ Հոդվածում նա պատմեց Վոլկովայի պատմությունը եւ հրապարակեց նրա վերջին բանաստեղծությունը։ Հայաստանում շատերը ցնցվեցին։ Նրանք չէին պատկերացնում, որ Սիլվայի սև ցուցակը հասել էր նույնիսկ Մոսկվա, որ նրա զոհերը ոչ միայն հայ կանայք էին, այլև ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ, ցանկացած կին, ով համարձակվել էր մոտենալ Շիրազին։ Եվ դրանք հասկացան, որ Սիլվան եղել էր ոչ թե պարզապես ռևնախառն կին, այլ համակարգված հալածող, ով օգտագործել էր իր իշխանությունը ամբողջ Սովետական Միության տարածքում։ Արդյոք Շիրազի փորձերը օգնել Վոլկովային բավական են ներելու նրան այն բանի համար, որ նա չկանգնեցրեց Սիլվային։ Արդյոք գաղտնի ուղարկված 100 ռուբլին կարող է փոխհատուցել մի կյանք, որը կորավ հուսահատության մեջ։ 1999 թվականի աշնանը, երբ Հայաստանը նշում էր Շիրազի ծննդյան 100-րդ տարեդարձը, Երևանի կենտրոնական հրապարակում տեղադրվեց նրա նոր արձանը։ Արձանի բացման արարողությանը ներկա էին հազարավոր մարդիկ, պաշտոնյաներ, գրողներ, պարզ քաղաքացիներ։ Բոլորը խոսում էին Շիրազի մեծության մասին, նրա տաղանդի մասին, նրա ներասին, նրա ներդրման մասին հայ մշակույթում։ Բայց արարողության ժամանակ տեղի ունեցավ ինչ-որ բան անսպասելի։ Հանդիսականների մեջից դուրս եկավ ծեր կին, 85 տարեկան, սև հագած, ձեռքին մի փոքրիկ պաստառ։ Նա դանդաղ քայլեց դեպի արձանը, եւ երբ հասավ դրան, նա բարձրացրեց պաստառը։ Դրա վրա գրված էր. Մարինե Պետրոսյան, 1930-1998, բանաստեղծուհի, ում ձայնը լռեցվեց։ Կինը կանգնեց արձանի առջև մի քանի րոպե, լռությամբ, ապա դարձավ եւ դանդաղ հեռացավ։ Ոստիկանությունը չձերբակալեց նրան, հանդիսականները չխանգարեցին նրան։ Բոլորը պարզապես դիտեցին, լռությամբ, հարգանքով, ամոթով։ Այդ կինը եղավ Մարինե Պետրոսյանի դուստրը, Արմինե Պետրոսյանը։ Նրա մայրը մահացել էր 1998 թվականին, երբեք չտեսնելով իր գրքի հրատարակումը, երբեք չլսելով իր անվան հիշատակումը գրական երեկոներում, երբեք չստանալով ճամերել էր որպես անհայտ կին, ում անունը ջնջված էր պատմությունից, բայց նրա դուստրը չմոռացավ։ Նա պահպանեց իր մոր բանաստեղծությունները, նրա նամակները, նրա հուշերը։ Եվ երբ Հայաստանը պատրաստվում էր տոնել Շիրազի 100-ամյակը, Արմինեն որոշեց, որ ժամանակն է հիշեցնելու աշխարհին իր մոր մասին։ Նրա բողոքի ակցիան դարձավ խորհրդանշական։ Հաջորդ օրերին ուրիշ կանայք էլ սկսեցին գալ արձանի մոտ, իրենց սեփական պաստառներով։ Լուսինե Զաքարյան, երգչուհի, ում երգը լռեցվեց։
Գայանե Մարտիրոսյան, դերասանուհի, ում բեմը խլվեց, Աննա Վոլկովա, բանաստեղծուհի, ով մահացավ Մոսկվա գետում։ Յուրաքանչյուր օր նոր անուններ էին հայտնվում, անուններ, որոնք մոռացված էին, անուններ, որոնք ջնջված էին, անուններ, որոնք վերադառնում էին պատմություն։ Երևանի քաղաքապետարանը չգիտեր, թե ինչպես արձագանքել։ Մի կողմից նրանք չէին կարող արգելել այդ կանանց բողոքելու, որովհետև դա կլիներ ցենզուրա։ Մյուս կողմից, նրանք չէին ուզում, որ Շիրազի 100-ամյակի տոնակատարությունը վերածվի սկանդալի։ Վերջապես նրանք որոշեցին անել ինչ-որ բան անսովոր։ 1999 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ քաղաքը կստեղծի հուշարձան, նվիրված Սիլվայի սև ցուցակի զոհերին։ Հուշարձանը կտեղադրվի Շիրազի արձանի կողքին, եւ դրա վրա կգրվեն բոլոր այն կանանց անունները, ում կյանքերը ջախջախվեցին Սիլվայի ձեռքով։ Սիրադեղյանը ասաց. «Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք ճանաչել ճշմարտությունը։ Այդ կանայք արժանի են հիշատակման, եւ մենք պարտավոր ենք հիշել նրանց»։ Հուշարձանի նախագիծը հանձնարարվեց քանդակագործ Լևոն Տոկմաջյանին։ Նա ստեղծեց պարզ, բայց հզոր կոմպոզիցիա, 29 կանացի դիմանկար, փորագրված սև գրանիտի վրա։ Յուրաքանչյուր դիմանկարի տակ գրված էր կնոջ անունը, ծննդյան եւ մահվան տարեթվերը եւ մեկ նախադասություն, նկարագրելով նրա տաղանդը։ Մարինե Պետրոսյան, բանաստեղծուհի, ում առաջին գիրքը երբեք չհրատարակվեց։ Լուսինե Զաքարյան, սոպրանո, ով երբեք չերքեց Անուշի դերում։ Գայանե Մարտիրոսյան, դերասանուհի, ով մահացավ Մոսկվայում, երազելով բեմի մասին։ Հուշարձանի կենտրոնում տեղադրվեց մի մեծ տախտակ հետևյալ գրությամբ. Այս կանայք եղան զոհեր իշխանության չարաշահման, ռևնության եւ լռության։ Նրանց հիշատակը հիշեցնում է մեզ, որ արվեստը պետք է ծառայի ճշմարտությանը, ոչ թե իշխանությանը, եւ որ լռությունը կարող է լինել նույնքան մեղավոր, որքան գործողությունը։ Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1992 թվականի մայիսի 24-ին, Շիրազի մահվան տարեդարձին։ Արարողությանը ներկա էին այն կանանց ազգականները, ովքեր դեռ կենդանի էին։ Արմինե Պետրոսյանը, Լուսինե Զաքարյանի դուստրը, Գայանե Մարտիրոսյանի քույրը, բոլորը եկան։ Նրանք կանգնեցին հուշարձանի առջև եւ լացեցին, ոչ թե ցավից, այլ թեթևացումից։ Վերջապես նրանց սիրելիները ճանաչվեցին, վերջապես նրանց պատմությունները պատմվեցին, վերջապես նրանց անունները վերադարձան պատմություն։ Բայց ամենակարևոր պահը եկավ, երբ Շիրազի թորնուհին Սիլվա Շիրազյանը մոտեցավ հուշարձանին։ Նա կանգնեց դրա առջև երկար ժամանակ, ապա դարձավ հանդիսականների կողմը եւ ասաց. «Ես ամաչում եմ։ Ես ամաչում եմ իմ տատի եւ պապի անունից։ Նրանք արեցին սարսափելի բաներ, եւ ես չեմ կարող արդարացնել նրանց։ Բայց ես կարող եմ խնդրել ներողություն նրանց անունից։ Ներեցեք մեզ։ Ներեցեք այն ցավի համար, որը մեր ընտանիքը պատճառեց ձեզ»։ Այդ պահին ամբողջ հրապարակը լռեց։ Մարդիկ չէին սպասում այդպիսի խոստովանության։ Շատերը սկսեցին ծափահարել, ոչ թե ուրախությունից, այլ հարգանքից։ Հարգանքից այն քնքաջության նկատմամբ, որը պահանջվում է ընդունելու իր ընտանիքի մեղքերը։ Հարգանքից այն ազնվության նկատմամբ, որը պահանջվում է ասելու ճշմարտությունը, նույնիսկ երբ այն ցավոտ է։ Արմինե Պետրոսյանը մոտեցավ Սիլվա Շիրազյանին եւ գրկեց նրան։ Երկու կանայք, մեկը զոհի դուստրը, մյուսը հանցագործի թորնուհին, կանգնեցին միասին, լացելով, բայց նաեւ բուժվելով։ Այդ պահը խորհրդանշեց ինչ-որ բան կարևոր, հնարավորությունը ներելու, ոչ թե մոռանալու, այլ ընդունելու ճշմարտությունը եւ շարժվելու առաջ։ Այսօր, երբ դուք քայլում եք Երևանի կենտրոնական հրապարակով, դուք կտեսնեք երկու հուշարձան, կանգնած կողք կողքի։ Մեկը Հովհաննես Շիրազի արձանը, բարձր, հպարտ, նայող դեպի երկինք։ Մյուսը 29 կանացի դիմանկարները, փորագրված սև գրանիտի վրա, նայող դեպի երկիր։ Երկու հուշարձանները միասին պատմում են մի ամբողջական պատմություն, պատմություն փառքի եւ ցավի, տաղանդի եւ հանցագործության, սիրո եւ ատելության մասին։ Նրանք հիշեցնում են մեզ, որ պատմությունը երբեք չի լինում պարզ, որ մեծ մարդիկ կարող են անել սարսափելի բաներ, եւ որ ճշմարտությունը միշտ ավելի բարդ է, քան մենք ուզում ենք հավատալ։ Սիլվա Կապուտիկյանը մահացավ 1995 թվականին, 84 տարեկան հասակում։ Նրա վերջին տարիները անցան լռության մեջ։ Նա այլևս չէր ելույթներ ունենում, այլևս չէր ընդունում պարգևներ, այլևս չէր խոսում հանրությանը։ Նա ապրում էր իր տանը, շրջապատված իր ժխքերով, իր հիշողություններով, իր մեղքերով։ Նրա մահից հետո շատերը փորձեցին վերագնահատել նրա ժառանգությունը։ Ոմանք ասացին, որ նա պետք է ամբողջությամբ մերժվի,
հեռացվի դպրոցական ծրագրերից, ջնջվի դրականության պատմությունից։ Ուրիշներ պնդեցին, որ նրա բանաստեղծությունները դեռ արժեք ունեն եւ որ մենք պետք է տալանջատենք արվեստագետին մարդուց։ Բայց ճշմարտությունը, ինչպես միշտ, գտնվում է ուրիշ տեղ։ Սիլվա Կապուտիկյանը եղավ եւ տաղանդավոր բանաստեղծուհի, եւ անողոք հալածող։ Նրա բանաստեղծությունները շարունակում են ոգեշնչել, բայց նրա հանցագործությունները շարունակում են ցավեցնել։ Եվ մենք պետք է ընդունենք երկուսն էլ, եթե ուզում ենք իսկապես հասկանալ նրան։ Հովհաննես Շիրազի ժառանգությունը նույնպես բարդ է։ Նա մնում է Հայաստանի ամենասիրված բանաստեղծներից մեկը։ Նրա բանաստեղծությունները դեռ սովորեցվում են դպրոցներում, դեռ կարդացվում են բեմերից, դեռ երգվում են երգերում։ Բայց այժմ, երբ մենք կարդում ենք նրա բանաստեղծությունները սիրո մասին, մենք չենք կարող չմտածել այն կանանց մասին, ում նա թույլ տվեց տառապել։ Երբ մենք լսում ենք նրա բանաստեղծությունները արդարության մասին, մենք չենք կարող չհարցնել, ուր էր նրա սեփական արդարության զգացումը, երբ Սիլվան ջախջախում էր անմեղ կյանքեր։ Շիրազը փրկվեց Սիլվայի կողմից 1938 թվականին, եւ նա վճարեց այդ փրկության համար իր ամբողջ կյանքը։ Նա դարձավ գերի երախտագիտության, վախի, մեղքի։ Եվ այդ գերությունը ոչնչացրեց ոչ միայն նրան, այլև բոլոր այն կանանց, ում նա կարող էր փրկել, բայց չարեց։ Այն կանայք, ովքեր հայտնվեցին Սիլվայի սև ցուցակում, մնացին որպես հիշատակ այն մասին, թե ինչ է կարող պատահել, երբ իշխանությունը չարաշահվում է, երբ ռևնությունը վերածվում է ատելության, երբ լռությունը դառնում է համագործակցություն։ Նրանցից շատերը մահացան, չտտեսնելով արդարություն, բայց նրանց պատմությունները վերջապես պատմվեցին, նրանց անունները վերջապես հիշատակվեցին, նրանց տառապանքները վերջապես ճանաչվեցին։ Եվ դա թերևս է ամենակարևորը, ոչ թե վրեժխնդրությունը, այլ ճանաչումը, ոչ թե պատիժը, այլ ճշմարտությունը։ Ճշմարտությունը։ Հայաստանը որպես ազգ սովորեց դաժան դաս այս պատմությունից, սովորեց, որ նույնիսկ մեր ամենասիրելի հերոսները կարող են ունենալ մութ կողմեր։ Սովորեց, որ փառքը եւ հանցագործությունը կարող են գոյակցել մեկ մարդու մեջ։ Սովորեց, որ մենք պետք է միշտ հարցնենք, միշտ կասկածենք, միշտ փնտրենք ճշմարտությունը, նույնիսկ երբ այն ցավոտ է։ Եվ ամենակարևորը, սովորեց, որ լռությունը կարող է լինել նույնքան մեղավոր, որքան գործողությունը, եւ որ երբ մենք տեսնում ենք անարդարություն, մենք պարտավոր ենք խոսել, անկախ հետևանքներից։ Բարեկամներ, այսօր, երբ դուք լսեցիք այս պատմությունը, ես ուզում եմ հարցնել ձեզ. ինչպես եք դուք վերաբերվում Սիլվա Կապուտիկյանին եւ Հովհաննես Շիրազին։ Արդյոք նրանք եղան զոհեր այն համակարգի, որը ստիպում էր մարդկանց ընտրել գոյատևման եւ արդարության միջև։ Թե նրանք ինքնուրույն ընտրեցին իրենց ճանապարհը եւ պետք է կրեն ամբողջ պատասխանատվությունը իրենց գործողությունների համար։ Արդյոք մենք կարող ենք սիրել նրանց արվեստը եւ միաժամանակ դատապարտել նրանց հանցագործությունները։ Թե մենք պետք է ընտրենք, կամ ամբողջությամբ ընդունել, կամ ամբողջությամբ մերժել։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում, ձեր ընտանիքում դեռ հիշում են այս պատմությունը։ Արդյոք կան ուրիշ անուններ, որոնք պետք է ավելացվեն այդ սև ցուցակին։ Արդյոք կան ուրիշ ճշմարտություններ, որոնք դեռ թաքնված են։ Դրեք լայք, եթե կարծում եք, որ ճշմարտությունը միշտ պետք է ասվի, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։ Եվ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք հաջորդ պատմություններն, որոնք կշարունակեն բացահայտել այն ճշմարտությունները, որոնք տասնամյակներ թաքնված են եղել լռության պատի հետևում։